Ինչից է բաղկացած այն աշխարհը, որում մենք ապրում ենք։ Ես հիմա մի խելագար տեսություն կարող եմ ձեզ ասել, եւ դա շատ լուրջ քննարկումների առիթ է, որ ողջ տիեզերքը մեկ գլոբալ ալիքային ֆունկցիայով է բնութագրվում, որը ձևավորվել է տիեզերքի ծնվելու պահին։ Եթե տարածություն ժամանակ չկա, մենք ֆիզիկա չունենք։ Զանգում է գիշերը Ֆեյմանին, ասում գիտես, ես ֆանտաստիկ եզրահանգման եմ եղել։ Ամբողջ տիեզերքում կա ընդհանրապես մեկ էլեկտրոն։ Մեր բոլոր խնդիրները կապված ֆիզիկայի անորոշ ու անլուծելի հարցերի հետ կապված են հենց նրա հետ, որ մենք ֆիզիկան ընկալում ենք հենց տարածության ու ժամանակի մեջ։ Հետո գիտնականները հասկացան, որ այն հանգամանքը, որ արեգակ այնպեսին է, ինչպեսին մենք նրան տեսնում ենք, դա հենց այդ քվանտային թելերավորման հետևանք է։ Շրոդինգերի կատուն միշտ կա այս թեմայում։ Գիտակցությունը։ Ոյ։ Եթե դու ծանոթացել ես քվանտային ֆիզիկայի հետ ու շոկի չես ենթարկվել, ուրեմն դու չես հասկացել ինչի հետ ես ծանոթացել։ Միշտ ասում են, որ կա նյութ եւ գոյություն ունի անտիմատերիա։ Ուր է այդ անտիմատերիան։ Ողջույն բոլորին, ես Դավիթն եմ եւ մենք Հոմոդեուսի տաղավարում ենք ու այսօր ունենալու ենք յուրահատուկ հաղորդում։ Բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն տագնապային խնդիրներ, անկեղծորեն այս մարքեթինգային ոչ մի բան հնարք չի, անկեղծորեն խորհուրդ չեմ տալիս դիտել այս թողարկումը, որովհետև մենք այսօր խոսելու ենք բավական էգզիստենցիալ կարևոր հարցերից։ Ես այնպիսի հարցեր եմ պատրաստել, որ այսօրվա մեր հյուրին տանելու եմ այն ուղղությամբ, որպեսզի պատասխանի մի քանի մարդկության համար շատ կարևոր հարցերի։ Եվ այսպես ողջունենք մեր տաղավարում այսօր իմ հյուրն է ֆիզիկ Հայկ Սարգսյանը։ Բարև ձեզ։ Պարոն Սարգսյան, մենք մինչև մեր հիմնական այս զրույցին հասնելը բավական զրուցեցինք տարբեր տեսակ հարցերից, մաթեմատիկայից մինչև քվանտային ֆիզիկա, բայց ես ուզում եմ ընդհանրապես դες հարց տալ, ամենապարզագույն հարցը, որ կարող է անգամ երեխան իր ծնողին տալ, ինչից է բաղկացած աշխարհը, որտեղ ես երբ իմացա, դա բավական մեծ շոկ էր ինձ համար, այսինքն սկզբից իմացա, բան չհասկացա, այն որ սկզբում ով էր ասել, Բորն էր ասել, որ եթե դուք ֆիզիկան, քվանտային ֆիզիկա եք հասկացել, Ֆեյմանը։ Եթե դու կարծում ես, որ դու քվանտային ֆիզիկան հասկանում ես, դու քվանտային ֆիզիկան չես հասկանում։ Կամ իմ լսելով sense մոտավորապես sense էր Ֆեյմանն էր էլի ասել, հա, ասել եթե դու ծանոթացել ես քվանտային ֆիզիկայի հետ ու շոկի չես ենթարկվել, ուրեմն դու չես հասկացել ինչի հետ ես ծանոթացել։ Հիմա ուրիշ բաներ ասել։ Հա։ Որ ասել էր ձեր տեսությունը այնքան խելագար չէ, որ ճիշտ լինի։ Ես ծանոթացա սկզբում ու չէի հասկացել առաջին կարդալուց հետո ինչ էր, ինչ եմ կարդում, երկրորդ, երրորդ անգամ երբ հետաքրքրվեցի թեմայով, իմ մոտ աշխարհը բաժանվեց մինչ այդ ու դրանից հետո։ Ուզում եմ դուք պատասխանեք մեր դիտողներին, մեզ դիտողներին այն հարցին, թե ինչից է բաղկացած այն աշխարհը, որում մենք ապրում ենք։ Հերվից սկսեմ։ Երևի ճիշտ է։ Այո։ Հիմքը։ Հա։ Սկսենք ատոմիզմի գաղափարից։ Ատոմից։ Այո։ Կվարկներից, ատոմներից։ Չէ, կվարկերը դա հետո։ Հələ որ կսկսենք շատ པարզ հարցից, այն հարցը, որ իրենց արժև դրեցի սկզբից հնդիկները, հետո հույները։ Եթե ունես նյութ, ինչև որ պահը կարող ես այդ նյութը բաժանել։ Ատոմից ներքև չենք կարողանում բաժանել։ Կարծը կա։ Առաջինը այդ հարցը տվեցին հնդիկները։ Վայշիշիկի դպրոցը փիլիսոփայական, որի ղեկավարը Կանադան էր։ Շատ հետաքրքիր է։ Մի առողջվածային դեպք, ով հասկանալի չի է երբել է ապրել եւ ստեղծագործել։ Բայց առաջի գիրքը Վայշիշիկի սուտրան, որը մի հատված կա Պենսիլվանիայի համալսարանում, ես իմ դասախոսություններում դա զատեղել եմ, որտեղ ինքս է վերջերս դրա մասին իմացել, համարում է ֆիզիկայի առաջի գրքերից մեկը երբևիցե տպագրված։ Հետո հույները կատարելագործեցին այդ գաղափարները եւ մասնապես Դեմոկրիտոսը, երբ ատոմներին սկսեցին ձև տալ, սակայն 20-րդ դարի սկզբին, երբ արդեն սկսեցին շատ լուրջ ուսումնասիրել նյութի կառուցվածքը, գիտնականները հասկացան, որ ատոմները ունեն բարդ կառուցվածք։ Այն, ինչը մենք համարում ենք ատոմ, իրականում շատ բարդ համակարգ է։ Ռեզերֆորդը փորձերը դրեց եւ ցույց տվեց, որ ատոմը իրականում ունի մոլորակային կառուցվածք, գոյություն ունի միջուկ, որի շուրջ լոկալիզացված են էլեկտրոնները, սակայն հարց ցակեց, իսկ միջուկը ինչից է բաղկացած։ Դա էլ հարց էր։ Արդյոք կարելի ասել, որ դա է անբաժան։ Պարզվեց ոչ։ Պարզվեց միջուկը իր հերթին բաղկացած է նեյտրոններից եւ պրոտոններից։
որոնք իր հերթին բաղկացած են կվարկերից։ Կվարկերի հետ կապված իրավիճակը շատ ավելի լուրջ է։ Կվարկը փոքրագույնն է, չէ՞ որ։ Կվարկը ավելի հետաքրքիր է այստեղ պատմությունը, այո, նրանք կրում են ուրեմն կոտորակային լիցք, սկսենք սրանից, այդ առաջինը, եւ երկրորդը երևի ամենահետաքրքիրը այն է, որ կվարկերը որքան իրարից հեռացնում ես, այնքան ավելի ուժեղ են իրար ձգում, եւ այդ իսկ պատճառով ինչ որ առումով ազատ վիճակում դուք նրանց չեք կարողանում։ Նրանք գտնվում են փաստորեն այդ մասնավորապես նեյտրոն պրոտոնային համակարգերի ներսը։ Եվ ամենահետաքրքիրը կայանում է նրանում, որ մատերիան նյութը ինչ որ ժամանակ ենթադրում է, որ կվարկային վիճակում է եղել, եւ հիմա էլ կա կանտ տեսություններ, աստղագետները մասնավորապես զարգացնում են, որտեղ կվարկային մատերիա կա։ Իսկ դա այն ցածր մակարդակն է եւ հասկանալի էլ չի դեռ հիմա, թե ի սկզբանե ինչպես է այդ ամենը տեղի ունեցել։ Մյուս հարցը կարևոր։ Եթե միշտ ասում են, որ կա նյութ, մատերիա կա, եւ գոյություն ունի անտիմատերիա, ուր է այդ անտիմատերիան։ Եթե ամեն ինչ կոպիտ ասած զուգընթացը տեղի ունեցել, այո, եթե կա էլեկտրոն, կա պոզիտրոն։ Հիմա որտեղ է։ Եթե կա պրոտոն, կա անտիպրոտոն։ Եթե կա ջրածնի ատոմ, կա անտիջրածնի ատոմ։ Հասկանում եք։ Երբ անտիպոզիտրոնի շուրջ, երբ անտիպրոտոնի շուրջ պատտվում է պոզիտրոն, հասկանում եք։ Այսինքն դա նույն պրոտոնն է, սակայն բացասական լիցքով, որի շուրջ պատտվում է նույն էլեկտրոնը, սակայն դրական լիցք։ Հասկանում եք, ընդ որում ստանում են լաբորատոր պայմաններում արդեն ստանում են։ Չեն հասկանում, ոնց որ թե այդ հարցը դեռ հիմա բաց է։ Խախտում է տեղի ունեցել ինչ որ։ Դա կոչվում է, եթե չեմ սխալվում, սիմետրիայի խախտում։ Այո, դա սիմետրիայի խախտումն է։ Այո, դա շատ լուրջ խնդիրներ են, որոնք համաչափությունների հետ են կապված։ Երկրորդ հարցը, ոչ պակաս կարևոր, էլի, քանի որ դուք հիմքերից եք սկսում։ Որն է պատճառը, որ լիցքը քվանտացվում է։ Դասեք լիցքի պատմությունն էլ շատ հետաքրքիր է։ Խոսքը ատոմի լիցքի մասին։ 1754 թվականին ուրեմն Բենջամին Ֆրանկլինը իր ժամանակների համար հեղափոխական գաղափար է առաջ քաշում, ասում է, որ ցանկացած լիցք պետք է պատիկ լինի ինչ որ տարական լիցքի։ Ուղղակի օդից ենթադրում ես, դա ինչի է դա շատ նման, այ պատկերացրեք դուք պատ ունեք, որը աղյուսներից է կազմված։ Եթե դուք ուզում եք իմանալ զանգված է այդ պատի, ենթադրում ենք, որ աղյուսները չենք կիսում։ Իսկ այն ամբողջությամբ ենք։ Ես պետք է պարզապես վերցնեմ մեկ աղյուսը եւ բազմապատկեմ աղյուսների քանակով կստանամ ողջ զանգվածը։ Դենց է լիցքը։ Նոր 1834 թվականի 33 հանճարեղ Մայքլ Ֆարադեյը սկսում է իր հայտնի հանճարեղ փորձերը այդ էլեկտրոլիզը ուսումնասիրելիս, այսինքն տարբեր լուծույթներում հոսանքների ուսումնասիրելիս եւ առաջ է քաշում եւս մեկ հեղափոխական գաղափար, որ լիցքը տեղափոխվում է մասնիկների հետ, որոնք հավանաբար ատոմներ են։ Դա մաքուր ինտուիտիվ է։ Ես հոդվածը որ տեսա, այդտեղ զետեղված էր պարզապես ներածական մասը, ես ուղղակի ապշեցի 1834 թվականին արդեն խոսում էր ատոմների կողմից լիցքերի տեղափոխության մասին։ Հասկանում եք։ Այն ինչը հետագայում հաստատվեց։ Այո։ Այսինքն դա նույնպես շատ երկար ճանապարհ է։ Մյուս կողմից ֆոտոնների մասին երբ խոսում են, էլի այդ փաստորեն քվանտային աշխարհի ամենակարևոր բնութագրող մի մասնիկներից մեկն է։ Առաջի գաղափարները տվել են 1021 թվականին արաբները, Ալ-Խոզենը իր օպտիկայի մասին գրքում, խոսում է նրա մասին, որ ամենայն հավանականությամբ լույսի ճառագայթը դա արագ շարժվող լուսավոր մասնիկների հոսք է։ 700 տարի հետո այդ գաղափարը առաջ է քաշում նորից Նյուտոնը։ Հասկանում եք, դա զարգացումը ֆանտաստիկ է։ Հետո ընթացքում գիտնականները հասկացան, որ ոնց որ թե պետք է ավելի ներքև գնալ։ Եվ փորձել հասկանալ տարածությունը ինչպես է կազմվում, ինչն է բաղկացած, առհասարակ մասնիկները ինչ են։ Եվ եկան գերլարերի տեսությանը սուպերստրինգ, որ ասում են։ Ստրունների թեորիա, որ ասում են, այո։ Նոստեղ ես անկեղծ ասած կլռեմ, որովհետև ես դրանով չեմ զբաղվում, բայց պարզապես կուզենամ ասեմ գաղափարը, որը որ կար, եւ գաղափարը հետեւյալն էր, որ փաստորեն իրականում տարական մասնիկները կարելի է դասակարգել ըստ այդ լարերի որոշակի տոպոլոգիաների։ Հասկանում եք։
ու պարադոքսալ է, բայց մաթեմատիկայում այդ խնդիրները նայված են եղել։ Երբ տարբեր տեսակի թելերից հյուսեր էին կապում։ Հա։ Եվ ստանում են տարբեր կոմբինացիաներ տոպոլոգիական։ Շատ հետաքրքիր է մաթեմատիկան ստեղ ֆենոմենալ դեր է խաղում։ Առհասարակ քվանտային տեսության մեջ մաթեմատիկան խաղում է հանգուցային դեր, հանգուցային նշանակություն, որովհետև ինտուիցիան այնտեղ չի աշխատում։ Առաջացավ եւս մի շատ կարևոր բան, որ արդյոք կարելի է խոսել նրա մասին, որ նման մասշտաբների դեպքում մենք կարող ենք խոսել եռաչափ տարածության մասին։ Որովհետև ավելի բարձր, հա, եւ այդտեղ առաջացավ այսպես կոչված ավելի բարձր, չէ, ավելի բարձր, 11, եթե չեմ սխալվում, չափանի տարածությունը, այնտեղ պարզապես կան չափողականություններ, որոնք ենթարկվում են կոմպակտիֆիկացիայի, այսինքն նրանք միանգամից sense փակվում են, առաջանում են եւ փակվում են։ Հետևաբար նման տեսությունները համարվում են չափազանց բարդ, ես նույնիսկ կարող եմ ասել, որ մաթեմատիկոսները չեն այդ տեսությունը ստեղծել մաթեմատիկայի տեսանկյունից եւ դա ոչ թե կոչվում է մաթեմատիկական ֆիզիկա, այլ ֆիզիկական մաթեմատիկա։ Այսուհետ Homodeus podcast-ը նկարահանվում է Սփինի 12 տաղավարներից մեկում։ Իդեպ այստեղ արդեն գործում է Սփին ակադեմիան, որտեղ ուսուցանվում են արդի մասնագիտություններ։ Այս պայն գրաֆիկ դիզայն, YouTube մարքեթինգ, YouTube producing, սոցիալական մեդիա մարքեթինգ եւ այլն։ Դուք կունենաք ոչ միայն մեր ժամանակներում շատ պահանջված գիտելիքներ, այլ նաեւ line network, պրակտիկա եւ աշխատանքի հնարավորություն։ Իսկ որպես Homodeus podcast-ի դիտորդ, դուք հատուկ պայմաններով կարող եք գրանցվել նշելով պարտադիր Homodeus կոդը կամ զանգահարելով նշված հեռախոսահամարին եւ ասելով, որ դուք մեր հետևորդն եք։ Ավելի մանրամասն կարդացեք նկարագրություն բաժնում։ Պարոն Սարգսյան, ուզում եմ պատմեք նրա մասին, ատոմը ինչից է բաղկացած։ Մարդիկ, որովհետև գրքերով, ինտերնետի նկարներով տեսնելուց պատկերացնում են, որ ատոմը sense բանը կլորակ է, sense գնդիկ է, բան գունավոր, ու մեջը sense փոքր, ավելի փոքր գնդիկներ են այդ կվարկները, նեյտրոնները, պրոտոնները, իրանք պտտվում են sense ու կարելի է դա նայել, չափել։ Մինչդեռ Հայզենբերգը ապացուցեց, որ հնարավոր չի միաժամանակ չափել ատոմի եւ ուղղությունը եւ գտնվելու վայրը։ Քվանտային մասնիկ եկեք այսպես ասած։ Ահա քվանտային մասնիկների։ Այո, այստեղ կարևոր բան է, էլի։ Ատոմը բաղկացած է հավանականությունից, հեսա կմոտենանք դրան։ Հիմա կբացատրեմ դա, որովհետեւ դա մի քիչ հետեւական պետք է։ Ատոմը բաղկացած է միջուկից, այսինքն դա ծանր կենտրոնական դրական լիցքավորված մասնիկն է, որն իր հերթից բաղկացած է պրոտոններից եւ նեյտրոններից։ Ինչ է այդ միջուկը։ Միջուկը դա պարզապես ուժեղ փոխազդեցության շնորհիվ փոքր շատ մասշտաբների վրա կուտակված պրոտոնների եւ նեյտրոններից բաղկացած համակարգ է։ Ուժեղ փոխազդեցությունը մոտ 2 կարգ ավելի մեծ է, քան կուլոնյան փոխազդեցությունը եւ ունի ձգողական բնույթ, ընդ որում եւ պրոտոն եւ նեյտրոն եւ նեյտրոն այդ փոխազդեցության համար նույնն է։ Եվ կարողանում է իրար մոտ պահել այդ մասնիկներին, նրանց շուրջ արդեն տեղայնացված են, լոկալիզացված են էլեկտրոնները։ Նո էլեկտրոնը մոտարապես 1700-ից մի փոքր ավելի թեթև է, քան պրոտոնը եւ նեյտրոնը, պրոտոնը եւ նեյտրոնի զանգվածները պրակտիկորեն նույնն են։ Եվ այդ համակարգը իրենից ներկայացնում է այդ համախումբը պրոտոններ, նեյտրոններ միջուկում եւ էլեկտրոններ, որոնք շուրջը լոկալիզացված են, հիմա կբացատրեմ ինչ է նշանակում լոկալիզացված, դրանք են ձևավորում են ատոմ։ Եթե խոսքը վերաբերում է մեկ պրոտոնի մասին, որի շուրջ մեկ էլեկտրոն է, դա ջրածնի ատոմն է։ Եթե ունենք պրոտոն, նեյտրոն եւ մի հատ էլեկտրոն, դա դեյտերիումն է, այսինքն արդեն ծանր մասնիկն է։ Օրինակ դրանից են բաղկացած ծանր կամ խոսքը վերաբերում է ջերմամիջուկային ռեակցիաների ժամանակ, օրինակ դրանք դեր խաղում են, որոշ դեպքերում կարևոր դեր են խաղում։ Եվ հետևաբար նման մասնիկները ուրեմն սկսում են հետագայում միավորվել միմյանց եւ ձևավորում են արդեն ավելի բարդ համակարգեր, մոլեկուլներ։ Օրինակ ջրի մոլեկուլը H2O է, այսինքն երկու ջրածին մեկ թթվածին։ Դրանք միանում են, կան կապեր որոշակի եւ արդյունքում ձևավորում են այդ մոլեկուլները։ Իսկ մոլեկուլները արդեն այն փոքրագույն աղյուսներն են, որոնք բնութագրում են կոնկրետ նյութ։ Ընդհանրապես ասած մոլեկուլ ասելով հասկանում են այն տարական ուրեմն մասնիկը, որի մասնիկը ասենք, ասենք ստրուկտուրная единица,
կառուցվածքային միավորը, որը ունի նույն հատկությունները, որը ունի օրինակ ցանկացած զանգվածի հետ։ Եվ այդպես արդեն ձևավորվում Այսինքն ինքը կարող է կոշտ լինի, շոշափելի լինի արդեն։ Դուք կարող եք տեսնել մակրոմոլեկուլներ նույնիսկ կան, որոնք կարելի է դիտել մանրադիտակների միջոցով, հետեւաբար դա շատ հետաքրքիր օբյեկտներ են, բարդ օբյեկտներ են չափազանց։ Հիմա անցնենք Հայզենբերգի անորոշությունների առնչությանը։ Ի սկզբանե, երբ Ռեզերֆորդը իր փորձերի միջոցով կարողացավ ատոմի կառուցվածքը հասկանալ ինչ են ես երկարացնում, նա առաջնորդում էր դասական մոդելով, համարելով, որ եթե էլեկտրոններ են եւ այդ էլեկտրոնները պետք է պտույտ կատարեն միջուկի շուրջ, ապա հակասության էին գալի, որովհետև պետք է ճառագայթեին համաձայն դասական տեսության։ Դա արագացումով շարժում է եւ պետք է կորցնեն էներգիա եւ ընկնեն միջուկի վրա։ Հետաբար աշխարհը պետք է անկայուն լիներ։ Բորը այդ խնդիրը լուծում է ներմուծելով որոշակի աքսիոմատիկա, պոստուլատներ։ Ու հայերեն կանխադրույթ են դա ասում։ Եվ ամենակարևոր կանխադրույթն այն էր, որ բորը պնդում է նրա մասին, որ կան որոշակի ուղեցրեր, որոնցով շարժվելիս չեն ճառագայթում այդ մասնիկները։ Եթե դուք հարցնեք ինչի, գորը կասել, որովհետև։ Բորը այդ տեսակն էր, այո, էս էր, ամբողջ հարցը դա էր։ Դա պարզապես ենթադրում էր։ Հետագայում պարզվեց, որ բորի տեսությունը կիսադասական, կիսակվանտային հանդիսանում է որոշակի եզրային դեպք ընդհանուր տեսության քվանտային մեխանիկայի։ Սակայն այն հանգամանքը, որ կային որոշակի ուղեցրեր եւ ցանկացած էներգիա չէր, որ բավարարում էր մակարդակներին, որոնք գոյություն ունեն, դա հետևանք էր շատ ավելի խորը հանգամանքի։ Դա հետևանք էր այն հանգամանքի, որ մասնիկները օժտված են երկակիությամբ։ Նրանք եւ մասնիկ են եւ ալիք են։ Եվ այն հանգամանքը, որ էներգիան դառնում է ընդհատ, այսպես կոչված քվանտացվում է, դա ուղղակի հետևանքն է այն հանգամանքի, որ մասնիկները նաև օժտված են ալիքային հատկությամբ։ Իսկ դա իր հերթին բերում է անորոշությունների առնչությամբ։ Անորոշության սկզբունքը, որովհետև մասնիկը դուք արդեն դասական իմաստով լոկալ չեք կարող դիտարկել։ Տեսեք, ջրածնի ատոմի առաջի ուղեցրի վրա ընդամենը մեկ ալիքի երկարությամբ մասնիկ է տեղավորվում էլեկտրոնի, այսպես կոչված դեբրոլյան ալիք։ Երկրորդ ուղեցրի վրա 2 հատ։ Ակնհայտ է, չէ, որ նման ուղեցրերով շարժումը, երբ դուք ուսումնասիրում եք, դուք չեք կարող էլեկտրոնը դիտարկել ինչպես նյութական կետ, այսինքն անցնել դասական տեսության։ Դուք պետք է հաշվի առնեք նրա ալիքային հատկությունները։ Հասկանում եք։ Իսկ օրինակ 40-րդ ուղեցրի վրա արդեն տեղավորվում է 40 հատ նման ալիք։ Եվ հետաբար մեծ ճշտությամբ դուք կարող եք դա դիտարկել ինչպես կետ եւ դասական օբյեկտ։ Եվ իրոք, եթե դուք նայում եք ջրածնի ատոմի էներգիական մակարդակների դասավորվածության վրա, ցածր մակարդակները, այսինքն ստորին մակարդակները, որոնք հիմնականն են, ամենախորը, նրանք իրարից շատ հեռու են եւ առարտահայտված ընդհատություն կա, բայց երբ մոտենում ես վերև այդ բարձր մակարդակներին, նրանք պրակտիկորեն անընդհատ են դառնում, այսինքն դասական մոտավորությամբ։ Հետաբար այդ դեպքում դուք կարող եք մեծ ճշտությամբ էլեկտրոն նկարագրել ինչպես դասական մասնիկ։ Հիմա ես պատկերացնում եմ մեծ դիտողների դեմքերը, ասես լսում են, չեն հասկանում ինչա կատարվում։ Եթե թեման ուսումնասիրած չեք, բավական դժվար կլինի ամենը հասկանալ, բայց ես հեսա փորձեմ հարցի միջոցով այս լրացման ու հարցի միջոցով պարզեցնել այս բոլոր զրույցը, որը մենք արեցինք։ Պարոն Սարգսյան, ճիշտ եմ հասկանում, որ երբ մենք օրինակ այս սեղանը, որ մեր առաջ դրված է, խոշորացնենք, այնքան որքան հնարավոր է ու հասնենք ատոմի մակարդակի, մենք կտեսնենք, որ այնտեղ հանդիպել ենք մի բանի, որը չունի մասսա եւ որը շոշափելի ու sense պինդ բան չի ինքը ինչ-որ հավանականություն է, ինչ-որ էներգիա ելնելով նրանից, որ Էյնշտեյնի հավասարությունը ասում է n հավասար է mc քառակուսի, այսինքն էներգիան հավասար է մատերիայի։ Չէ, էներգիան մատերիա չի։ Ինչպես կմեկնաբանեք։ Եկեք վերջից։ Իմ սիրողական պատկերացումը։ Եկեք, հա, որովհետև դա հաճախ են դա շփոթում։ Տեսեք, նախ Էյնշտեյնյան, այսպես ասած, ժամանակաշրջանում, ինչ պարզունակ տարբերակով ես սա բացատրեմ, պայմանականորեն կարելի ասել, որ մատերիան երկու ձև ուներ՝ դաշտ եւ նյութ։
Դաշտ եւ նյութ։ Համարում էր, որ դաշտը դա մի տեսակ է մատերիայի, օրինակ էլեկտրամագնիսական դաշտ, էլեկտրական դաշտ, մագնիսական դաշտ։ Լույսը դրա արտացոլումներից մեկն էր։ Այո, դա տարածումն էր այդ դաշտի։ Եվ կար նյութ։ Շոշափելի, հանգստի զանգված։ Էյնշտեյնյան տեսությունը բերում է մի ֆանտաստիկ գաղափարի, էներգիան լրիվ այլ կերպ են սկսում մոտենալ։ Այս շատ խիստ կհիասթափեցնեմ, դասական մեխանիկայի, դասական ֆիզիկայի շրջանակներում էներգիան ֆիզիկական իմաստ չունի, բովանդակություն չունի ֆիզիկական։ Դա պարզապես հարմար մաթեմատիկական ինչ-որ մի պարամետր է, հասկանում եք։ Հա, այսինքն չկա բացի մեր երևակայությունից։ Դա մաթեմատիկա է, դա, սենց կարելի ասել, էներգիայի պահպանման օրենքը կապում են ժամանակի համասեռության հետ։ Դա մի քիչ ավելի բարդ բան է, բայց պայմանավորված է որոշակի, դա երևի շատ գեղեցիկ Լագրանժի տեսության շրջանակներում կարելի է ցույց տալ, եւ դա շատ գեղեցիկ ցույց է տրվում։ Մի խոսքով, եկեք դրան չանդրադառնանք, որովհետեւ մենք կմտնենք այնպիսի բաների մեջ, որը հաստատ մեր հանդիսատեսի համար ոչ օգտակար կլինի եւ ոչ հետաքրքիր։ Yen հասարը MC40-ին գրելուց հետո աշխարհը լրիվ նոր ժամանակաշրջան է թևակողում, որովհետև այդ ձեր հետ ասած ռելատիվիզմի արդյունքում մեկ էլ հանկարծ պարզվում է, որ էլեկտրոնը եւ պոզիտրոնը կարող են անիհիլյացիայի ենթարկվել եւ արդյունքում ծնվի երկու գամմա քվանտ։ Գամմա քվանտը դա արդեն այդ ֆոտոններն են։ Այսինքն մատերիան վերածվում է դաշտի։ Հասկանում եք։ Սա ֆենոմենալ բան է ստացվում։ Ստացվում է, որ մեկը մյուսին կարող է ծնել։ Իսկ դա իր հերթին բերում է նրա, որ աշխարհին լրիվ այլ կերպ պետք է մոտենալ։ Լորենս Կրաուսը դրա մասին գիրքեր չէ՞ Ես ծանոթ չեմ այդ գրքին, միանգամից ասեմ, սակայն ես կարող եմ ասել, որ դա բերեց նրա, որ ֆանտաստիկ կերպով սկսեց ամեն ինչ վերանայվել եւ մասնավորապես տարական մասնիկների հետ տեղի ունեցող process-ները։ Հասկանում եք, սա շատ լուրջ խնդիր դառավ։ Դա սկսեց հատկապես Դիրակի աշխատանքներից հետո, երբ Դիրակը փաստորեն ցույց տվեց, որ գոյություն ունի էլեկտրոնի անալոգը, բայց դրական լիցքով, եւ ոչ ոք չէր հասկանում դա ինչ է, մինչեւ որ վերջում տվեցին այն ինտերպրետացիան, որ դա նույն էլեկտրոնն է, պարզապես լիցքն է դրական, այդ որ ես ասում եմ մասնիկ եւ հակամասնիկ։ Շատ լուրջ բան է դուրս գալի այդտեղ։ Հիմա անդրադառնամ ձեր հարցին։ Եթե դուք վերցնում եք, մեծացնում եք, ես տեսել եմ իմ աչքերով շատ հզոր մանրադիտակի միջոցով բյուրեղական ցանց։ Այսինքն հանգույցներում գտնվող այդ իոնները դասավորված Կուրչատովսկի ցենտրում Ռուսաստանում, սակայն դուք շատ ճիշտ եք նկատում, որ դրանից ներքև ի վիճակի չենք։ Որովհետև այն պատճառը նա է, որ սկզբունքորեն չեք կարող։ Այստեղ առաջ է գալի անհրաժեշտությունների առնչությունը։ Քվանտային մեխանիկան պնդում է հետևյալը. որքանով որ դուք փորձում եք ճիշտ որոշել մասնիկի արագությունը, այնքան լուրջ սխալ եք թույլ տալի նրա դիրքը որոշելու հարցում։ Եվ հակառակը։ Եվ գոյություն ունի որոշակի բալանս։ Դա էլ հենց որոշվում է դելտա P, դելտա X բանաձևի միջոցով, որը պետք է համենայն դեպս մեծ լինի, քան Պլանկի հաստատումը։ Որն է դա։ Հետևանքը նա է, որ մասնիկը օժտված է ալիքային հատկություններով։ Դուք մասնիկը նման փոքր չափերի դեպքում, նման մասշտաբների դեպքում նյութական կետ չեք կարող դիտարկել։ Դա կետային օբյեկտ չի։ Դա ալիք է։ Իսկ դա ալիք մասնիկ է, այ դա դաշտ։ Ես այդ օրինակը բերում եմ։ Չէ, դա չի։ Ես միշտ այդ օրինակը բերում եմ, Դավիթ, Կենտավրոսը։ Կենտավրոս։ Դուք երբեք չեք կարող ասել Կենտավրոսը մարդ է, թե ձի է։ Պայմանավորված այն հանգամանքով, թե ինչ իրավիճակի մեջ է գտնվում այդ օբյեկտը, Կենտավրոսը։ Նա իրեն կամ ինչպես մարդ է պահում, երբ օրինակ զրուցում է իր զրուցակցի հետ, կամ երբ օրինակ դաշտում վազում է, նա արդեն ձիու պես է։ Նույնը մասնիկն է, մի քիչ կարող է կոպիտ գրեհիկ օրինակ եմ բերում, սակայն դա լավ է ընկալվում։ Հասկանում եք, պայմանավորված նրանով, թե դուք ինչ վիճակում եք էլեկտրոնը ուսումնասիրում, վառ արտահայտված է լինում նրա կամ մասնիկային հատկությունները կամ ալիքային հատկությունները։ Օրինակ, երբ Դևիսոնը եւ Ջերմերը ուսումնասիրում են էլեկտրոնների ցրումը բյուրեղական ցանցերի վրա, էլեկտրոնը բաց այդ կերպով ալիքային հատկություններով էր օժտված։ Եվ ասեմ ձեզ, որ դա էլ շատ երկար պոլեմիկայի արդյունք էր։
Օրինակ գիտնականներ կային, որոնք ասում էին, գիտեք, իրականում մենք առհասարակ մասնիկի գաղափարից պետք է հրաժարվենք։ Մենք պետք է համարենք, որ ամենի հիմքում ընկած է ալիքը։ Այդ դեպքում ասում են, լավ, բացատրի, ինչ ես հասկանում էլեկտրոնի տակ, փաստը կա, որ նա ինչ որ որոշակի նեղ տիրույթ գրավող ինչ որ մի օբյեկտ է։ Նա ասում է, դա կարող է լինի ալիքային փաթեթ։ Ինչը փաթեթը, երբ որ տարբեր ամպլիտուդաների ալիքներ գալիս են, ինչ որ միտեղ կուտակվում են եւ կտրուկ մաքսիմում են տալի, իսկ մնացած տեղերը պրակտիկորեն 0 են։ Թվում է թե շատ հրապուրիչ գաղափար է, սակայն պարզվեց, որ ժամանակի ընթացքում նման ալիքային փաթեթը լղոզում է, ճապաղվում է։ Եվ հետաբար էլեկտրոնը պետք է անհետանա։ Իսկ էլեկտրոնը կայուն կա։ Մինչև որ վերջում հասկացան, որ չէ, ուզենք պետք է համակերպենք արմատքի մեջ, որ համեն է։ Մաթեմատիկական մտածողություն ունեցող մարդու համար այդ ամենը վիզուալ պատկերացնելը մտքում մոտավոր թեկուզ շատ ավելի հեշտ է, բայց մարդկանց մեծամասնությունը չունեն մաթեմատիկական պատկերացում։ Ու այդ բոլոր օրինակ ատոմի դաշտ լինելու փաստը եւ այլն մարդիկ հասկացել են, եթե չեմ սխալվում, մաթեմատիկայի միջոցով։ Այլ կերպ դա չափել ու տեսնել հնարավոր չի։ Դուք հիմա տվեցիք այն հարցը, որին ես հատուկ պետք է անդրադառնայի։ Նախ առաջ շնորհակալություն, որտեղ շատ դիպուկ հարց տվեցիք։ Դա ֆիզիկական ինտուիցիայի բացակայությունն է քվանտային աշխարհում, մեր ինտուիցիայի։ Դուք հենց այդ հարցը հիմա դուք տվեցիք։ Մաթեմատիկայի սկզբունքային նշանակությունը քվանտային տեսության մեջ հենց նրանում է կայանում, որ մարդը ամբողջությամբ կորցնում է իր ֆիզիկական ինտուիցիան։ Նա ի վիճակի չի կանխատեսել արդյունքը։ Կարելի է ինչ-որ գնահատականներ տալ, անշուշտ, բայց խորքային մենք նորից անդրադառնում ենք Ֆեյբանի ասածին, եթե քեզ թվում է դու հասկանում ես, ապա դու չես հասկանում։ Կներեք, էլի որ ընդհատում եմ, այսինքն մեզ դիտողի համար եմ, էլի ասում, պատկերացրեք, կա ինչ-որ մի դաշտ կամ ատոմ կամ որը եկեք խոսենք կամ դաշտի կամ ատոմի մասին։ Եկեք խոսենք ատոմի մասին։ Տարանջատ ենք իրարից, Դավիթ, որովհետև դաշտը մի բան է տվյալ դեպքում, ատոմը մեկ այլ բան է։ Հասկանում եք, հա, եկեք հələ որ տարանջատ ենք։ Քվանտային մեխանիկան ոչ ռելատիվիստական շատ հստակ ձևակերպում է տալի, դաշտերը դասական են դիտարկվում, մասնիկները քվանտային։ Եկեք դրա մասին խոսենք։ Եկեք մասնիկներից խոսենք։ Հա, դա ճիշտ կլինի, էլի։ Շատ լավ։ Մասնիկները մինչև մեր դիտարկելը եւ չափելը միաժամանակ գոյություն ունեն, դա կոչվում է սուպեր պոզիցիայում։ Ու այսինքն իրենք միաժամանակ եւ ոնց որ ձեր ասած կենտավրոսն են եւ ձի են եւ մարդ են միաժամանակ, մինչեւ մենք չենք չափում։ Ճիշտ եմ հասկանում։ Գալիս ենք Շրոդինգերի կատվին։ Այո։ Եկեք այդ միաժամանակ։ Այդ Շրոդինգերի կատուն միշտ կա այս թեման։ Դրան պետք է գանք, որովհետեւ դուք այդ հարցն եք տալի։ Այո։ Սուպերպոզիցիայի սկզբունքը քվանտային մեխանիկայում դա հիմնարար պոստուլատներից մեկն է։ Եվ ամենաշոկային պոստուլատիվ կերպով են ընդունում։ Ամենաշոկային, այո։ Որն է դրա հիմքը։ Որ եթե դուք ունեք ինչ-որ մի ֆիզիկական պարամետր, որը ունի ինչ-որ դիսկրետ ընդհատ սեփական արժեքներ, չափման արժեքներ, ասենք լամբդա 1-ին համապատասխանում է psi1, լամբդա 2-ին psi2, psi-ն ալիքային ֆունկցիան է, լամբդա-ն psi-ն, ապա նրանց գծային կոմբինացիան, այսինքն գումարը, ինչ-որ գործակիցներով c1 անգամ psi1, գումարը c2 անգամ psi2 եւ այլը, c-ն անգամ psi-ն, այսինքն գումարը այդ սուպերպոզիցիան վերադրումը նույնպես վիճակ է, որը գոյություն ունի։ Շրոդինգերի հասարման լուծում է, մասնապես եթե էներգիայի մասին ենք խոսում։ Պարզապես Շրոդինգերի այդ փորձի մասին մտավոր։ Հիմա կատվի փորձն եմ անի, գալիս եմ կատվի փորձին։ Հիմա Շրոդինգերը ինչ է ասում։ Ասում է, եկեք հասկանանք ինչպես մենք պետք է փոխազդենք քվանտային համակարգի հետ։ Առհասարակ դա շատ լուրջ խնդիր է։ Որովհետև եթե ես նայում եմ ինքնաթիռ եւ փորձում եմ որոշել դիրքը ինքնաթիռի, ես ունեմ մի քանի մեթոդ, որի միջոցով ես դա կարող եմ իրականացնել։ Ես կնայեմ ինքնաթիռի վրա, խնդրեմ դիտողական։ Երկրորդը կմիացնեմ ռադիոլոկացիայի միջոցները եւ էլեկտրոնասական ալիքների միջոցով կորոշեմ դիրքը։ Ճիշտ է։ Վերջապես ձայնի միջոցով կարող եմ ձայնի միջոցով ակուստիկ։ Այո։ Ոնց որ ժամանակին օրինակ բրիտանացիները փորձում են այդպես հայտնաբերեն գերմանական ռմբակոծիչները։ Եվ ամենակարևորը, որ այդ փորձի ընթացքում, երբ դուք չափումը կատարում եք, ձեր չափման process-ի ընթացքում չափող սարքը չի աղավաղում այնպես ձեր մասնիկի
դիրքը, Սամալյոտի որ դուք դեպքում մասնարապես ինքնաթիռի, որ դուք դրա հետևանքով ասեք, որ չգիտեք, ես ինքնաթիռը դառնա օրինակ ուղղաթիռ։ Ինքը գալիս է, չէ։ Պատկերացրեք, ոչ թե էլեկտրամասական ալիքով է գալի, այլ գալիս է ռետինե գնդիկներով։ Հա, օրինակ Եվ փոքր ինքնաթիռ է, նա հարվածում է, ինքը թռնում է մի կողմ, են գալիս է ստեղ։ Արդեն սա լավ չափում չի։ Դուք ճշգրտությունը արդեն կորցնում եք, հասկանում եք։ Քվանտային ֆիզիկայում այդ խնդրեմը կա, որովհետև երբ որ դուք չափումը կատարում եք, դուք ազդում եք այդ համակարգի վրա։ Ներխուժում եք ինչ որ առումով այդ համակարգի ներսը։ Եվ հետեւաբար ինքը չափման process-ը քվանտային մեխանիկան դա մի առանձնահատուկ ուրեմն գործողություն է, որը հատուկ ձևակերպումներ է պահանջում եւ փորձարարական հմտություններ, եկեք սա ասեմ։ Հիմա Շրոդինգերը ինչ էր ինքը ասում։ Ինքը ասում էր անդրադառնանք սուպերպոզիցիայի սկզբունքին, հասկանանք ինչ վիճակ է։ Նա ասում է պատկերացրեք, ունենք արկղ, արկղի ներսը կատու է։ Կա սրվակ, որի մեջ թույն է։ Սրվակի վերևը թելի վրա կախված է մուրջ, եւ այդ թելին քվանտային օրինաչափություններով ճառագայթող, արտանետող ռադիոակտիվ նյութ է, որից դուրս են գալի մասնիկները եւ հարվածում են այդ թելին, փորձում են այրել։ Շրոդինգերի գաղափարը հետեւյալն է, քանի որ այդ մասնիկները, որոնք պետք է կտրեն թելը, այրեն, քվանտային օրինաչափությունների համաձայն են դուրս թռնում եւ հարվածում։ Ես չեմ կարող ճշգրիտ ասել, ինչ որ ժամանակ հետո այդ թելը կտրված կլինի, թե կտրված չի լինի։ Այլ կերպ ասած, եթե կտրված է, ուրեմն ցավոք սրտի մենք այլևս չունենք այդ ֆիզիկին։ Շատերդ ինձ գիտեք որպես podcast վարող, բայց չգիտեք, որ բացի դրանից նաև հեղինակել եմ մոտիվացիայի մասին գիրք։ Գիրքը կոչվում է Գրողի տարած մոտիվացիա եւ այստեղ փորձել եմ տեղավորել իմ փորձը եւ գիտական շատ ուսումնասիրություններ, որոնք պատասխանում են մի կարևոր հարցի՝ որտեղ է կորել մեր գրողի տարած մոտիվացիան։ Ալարկոտությունը 21-րդ դարի ամենամեծ խնդիրներից մեկն է, հետևաբար այս գիրքը կարող է դառնալ ձեր ամենասիրելի ուղեցույցը մոտիվացիա գտնելու հարցում։ Այն կարող եք ձեռք բերել զանգակ գրատների ցանցից կամ ուղղակի անցեք այս հղումով։ Ձեր կողմից ձեռք բերված ամեն գիրքը նաև աջակցություն է այս ոդքասթին։ Շնորհակալություն։ Այդ կներեք այդ թելի հատվածի մասով, ես եթե չեմ սխալվում, այդ փորձի մեջ ասում է, որ այդ մուրճը կհարվածի այդ թույնով լի պարկուճին այն դեպքում, եթե օրինակ այդ մասնիկի սփինը լինի վերև կամ ներքև, այդ արդեն առանձին դետալներ են, որոնք տվյալ դեպքում այ ինչ որ ես հիմա պատմեմ էական չեն։ Կարևորը նա է, որ օրինաչափությունը քվանտային է։ Հիմա Շրոդինգերին ասում են լավ, հիմա Փիսոն, որ գտնվում է արկղի ներսը, ողջ է թե վախճանվել է։ Ինքը ասում է ինչ որ տոկոսով ողջ է, ինչ որ տոկոսով վախճանվել է։ Ասում են լավ, բարի, բա հիմա ո՞նց հասկանանք, ինչ է տեղի ունենում։ Ասում են մենակ մի ձևով արկղը բացեք, տեսեք։ Մինչև արկղը բացել է սուպերպոզիցիայի մեջ է ատոմը։ Այո։ Եվ դա այդ բացելը արդեն դասական ֆիզիկա, դա բերում է նրա, որ այդ ալիքային ֆունկցիան, որ դուք ասում եք, ենթարկվում է կոլապսի, մահանում է։ Կոլապս վալնովոյի ֆունկցիա դա կոչվում։ Դա է տեղի ունենում։ Եվ կա շատ ավելի ֆանտաստիկ փորձ, որ դիֆրակցիան են վերադրումն են նայում էլեկտրոնների։ Հենց որ չափիչ սարքը դնում են, տեսնում են, որ դիֆրակցիան անհետանում է։ Որովհետև չափիչ սարքերի հետ փոխազդելիս նա միանգամից ձեռք է բերում դասական։ Որպեսզի սա տակը չգրվի դիֆրակցիան ինչա, այդ օրինակ պատկերացրեք, դուք նայում եք երկու, այդ շատ հայտնի էքսպերիմենտ է քվանտային ֆիզիկայում, ուղղակի նրանց համար ովքեր չգիտեն, պատմեմ, ուրեմն այսպեսի մի պատ պատկերացրեք ու այդ պատի վրա երկու ճեղք։ Այդ ճեղքերով կրակում են եւ այդ ճեղքերից այն կողմ տեղակայված պատի վրա արտացոլվում է sense բազմաթիվ գծեր։ Իրականում մենք սպասում ենք, որ պիտի մեր լույս արտազատելու հետևանքով տեսնենք երկու գիծ, բայց իրականում տեսնում ենք sense ալիքային մի քանի գծեր։ Որը ամենա ուժեղ ինտենսիվությունը ճառագայթի ուղիղ արգելքի հետևում, որը պետք է առհասարակ լուսավորված չլինի։ Այո։ Դա հենց դիֆրակցիան է։ Հավանականությունը քանի որ ավելի շատ է։ Յունգի փորձերն է այսպես կոչված։ Եվ դրա քվանտային անալոգը։ Դեվիդ Հյում, չէ՞։ Դրա անալոգը կա։ Ես մի հատ դրա հետ կապված շատ հետաքրքիր։ Հա, դուք հանկարծ հոկեբան Յունգի հետ շփոթեք։ Կարլ Յունգի հետ, Կարլ Գուստավ Յունգի փորձը։ Կարլ Գուստավ Յունգի հետ այդ հոկեբանի հետ շփոթեք, էլի։ Խոսքը վերաբերվում է ֆիզիկոս Յունգին եւ դրա անալոգը փաստորեն քվանտային մասնիկների հետ կապված անում են եւ հենց դնում են չափիչ սարք, ստանում են այդ ձեր ասած արդյունքը։ Երկու հատ գիծ են ստանում։ Եվ դա էլ հենց դիտորդի
երևույթն է։ Իդեպ շոկայինը գիտեք որն էր, որ փորձում են մի ճեղքից չափել, գոնե այդ մի ճեղքից ստացած ինֆորմացիայով չափեն մյուս ճեղքով անցած ատոմը ոնց է իրեն պահել, միևնույնն է, այն մյուս ատոմը հասկանում է, որ այս մի ատոմը չափել են, դա գիտեք որն է, դա շատ հետաքրքիր բան է, որ դա փոխկապակցվածությունն է մասնիկների, որը դեռ հիմա բաց հարց է։ Որը լույսի արագությունից արագ է տեղի ունենում։ Ինֆորմացիա չի տեղափոխում, Դավիթ ջան, այդ հարցը միշտ բաց է լինում։ Լույսի արագությունը, երբ դուք գերազանցում եք, խնդրեմը առաջանում է միշտ, երբ ասում են ինֆորմացիայի փոխանցման դեպքում, դա չպետք է լինի։ Իսկ օրինակ, եթե դուք Բավիլով-Չերենկովի երևույթը նայեք, երբ փուլային արագությունը ավելի մեծ է լինում, քան լույսի արագությունը տվյալ միջավայրում, դա նորմալ բան է։ Այդտեղ կարևորը խմբային արագությունն է, որը որ ինֆորմացիա է տարածում։ Դա միշտ փոքր է լույսի արագությունից։ Այստեղ շատ կարևոր պահ կա ինֆորմացիայի փոխանցման տեսանկյունից պետք է մոտենալ լույսի արագությանը։ Ոնց է տեղի ունենում ինֆորմացիայի փոխանցումը։ Այսինքն դուք կարող եք կոպիտ ասած ազդանշան տեղափոխեք մի տեղից մի տեղ, որը որ կարող եք ֆիքսել սարքերի միջոցով։ Այդ փոխազդեցությունը որ կա, այսպես կոչված ինֆորմացիայի տարածումը, դա միշտ ավելի փոքր արագությամբ է, քան լույսի արագությունը։ Իսկ երբ որ մասնիկները այդ բաց հարց է։ Հիմա ասեմ ինչ հարց է։ Էլեկտրոնները իրար զգում են։ Ես հիմա Միխելագար տեսություն կարող եմ ձեզ ասել, որի հետ բնավ համաձայն չեմ, ուղղակի կարդացել եմ դրա մասին, եւ դա շատ լուրջ քննարկումների առիթ է, որ ողջ տիեզերքը մեկ գլոբալ ալիքային ֆունկցիայով է բնութագրվում, որը ձևավորվել է տիեզերքի ծնվելու պահին։ Այդ պահից սկսած ոնց որ ամեն ինչ իրար զգում է տիեզերքում։ Հասկանում եք, հա, այդ քվանտային տելեպորտացիայի գաղափարին, որ գալիս են, ոնց են գալի, տենց են գալի, չէ՞։ Աստրոլոգները կնայեն, այս Չէ, աստրոլոգիա չի, ես մի անգամից ասեմ, որ աստրոլոգներ ջան, այս չի հաստատում են փաստը, որ Սատուրնը կարող է ազդել մեր վրա երկիր մոլորակի։ Չէ, խոսքը լրիվ այլ բանի մասին է գնում։ Խոսքը գնում է նրա մասին, որ գոյություն ունի որոշակի կապ, կորելացիա մասնիկների միջև։ Եթե ավելի խորքային եք այդ հարցին մոտենում, գոյություն ունեն մասնիկներ, որոնք ունեն կիսով չափ սպին եւ մասնիկներ, որոնք ունեն ամբողջ թվով սպին։ Բայց ենթադրում ֆերմիոններ եւ բոզոններ, այսպես կոչված, էլի։ Այ ֆերմիոնների պարագայում նրանք շատ, այսպես ասած, սուր են ընկալում այն հանգամանքը, որ կարող է որևէ մասնիկ ունենա բացարձակ նույն բնութագրիչ պարամետրերը, ինչ տվյալ մասնիկը, այլ կերպ ասած քվանտային թվերի հավաքածուն։ Եվ Պաուլի սկզբունքը հենց պնդում է նրա մասին, որ նման երկու մասնիկ չի կարող լինել։ Օրինակ ատոմի ներսը։ Դա էլ հենց բերում է նրա, որ առաջանում է Մենդելեևի պարբերական օրենքը, եւ ատոմները ունեն այնպիսի կառուցված, ինչպիսին մենք հիմա ֆիքսում ենք։ Այսինքն թաղանթները լրացում են համաձայն խիստ որոշակի օրինաչափությունների։ Օրինակ բազմաէլեկտրոնային։ Բայց այն հանգամանքը, թե ինչպես են այդ մասնիկները իրար զգում եւ ինչ է դա խորքային իմաստով, ոնց որ թե այդ հարցը դեռ հիմա բաց է։ Կար նաև հարցը, որ մասնիկները մինչև մեր չափելը գիտեն արդեն որ սփինն է ունենալու, որը ինչ ուղղությամբ է գնալու, բայց հետո, եթե չեմ սխալվում, էքսպերիմենտալ ապացուցեցին, որ մինչև չափելը մասնիկները գտնվում են լրիվ անորոշության դիրքում։ Չգիտեմ, ինչի մասն եք ասում, ծանոթ չեմ դրա հետ։ Այսինքն պետքա կոնկրետ ինչ-որ էքսպերիմենտ։ Մենք քանի որ մեկ մասնիկը չափում ենք, մյուսը այդ ինֆորմացիան ստանում է, որ մենք ես մեկին չափել ենք։ Դա հենց այդ կորելացիան է։ Կար տեսություն, որ ասում էր դե ուրեմն մասնիկները մինչև ճեղքվելը իրանք մինչև անցնելը ճեղքերի միջով արդեն գիտեն որը ինչ անելու ու հետեւաբար մենք իրանց միջև ինֆորմացիան, որ մտածում ենք ինֆորմացիա իրանց միջև կատարվում փոխանակում կատարվում ինֆորմացիա, այդպիսի ինֆորմացիայի փոխանակում չի կատարվում, իրականում իրենց մեջ կոդավորված է նախորոք արդեն, որը իրեն ոնց հենց մենք նորից գալիս ենք այդ նույն հարցին, որը բաց է մնում։ Ինչպես է այդ ամենը զգում, որն է պատճառը, որ իրար տեն զգում են։ Ճիշտ եք ասում, այդ հարցն է։ Ինչպես է էլեկտրոնը հասկանում, որ ինքը այլևս այս թաղանթի վրա չի կարող լինի, նա պետք է բարձրանա վերևի թաղանթ։ Այդ բաց հարցերից մեկն էլ նաև նա է, պարոն Սարգսյան, որ բարձրացրել է Հյու Էվերեթը, եթե ծանոթ եք այդ տեսությանը, թե ոչ։ Ոչ, ես ծանոթ չեմ։ Հյու Էվերետի տեսությունը։ Միանգամից ասեմ, որ ծանոթ չեմ։
եթե չեմ սխալվում, Hugh Everett-ը առաջարկել է տեսություն, որը փորձում է բացատրել կոպենհագենյան տեսությունից, կոպենհագենյան ինտերպրետացիայից տարբերվում է եւ փորձում է բացատրել ինչու է քվանտային ֆիզիկան հենց այնպեսին, ինչպեսին մենք այն տեսնում ենք կամ չափում ենք։ Ուրեմն իր տեսության համաձայն ամեն անգամ, երբ մենք չափում ենք կատարում, տիեզերքը ճեղքվում է երկու մասի կամ այն բոլոր հավանական սցենարների, որոնք կարող են տեղի ունենալ։ Օրինակ, այն դեպքում, երբ մենք կատվին չափում ենք փակ տուփի մեջ, երբ մենք արկղը բացում ենք ու նայում ենք, տիեզերքը բաժանվում է երկու մասի։ Լավ, հասկացա։ Ես կարդացել եմ։ Հա, ես չգիտեի ուղղակի որ դա Everett-ի տեսությունն է։ Parallelní վսիլեննի, զուգահեռ բաների մասին է խոսքը։ Մուլտի, դե այդ նույն բանն է, էլի, մուլտի բաների մասին, հա, ես ուղղակի չգիտեի անվանումը, էլի, որ դա Everett-ի տեսությունն է։ Իդեպ Everett-ի տեսությունը։ Եկեք ես դրա մասին ուրիշ ձևի ասեմ։ Ժամանակին Ռիչարդ Ֆեյմանի ուսուցիչը, Ուիլերը, մի անգամ գիշերը զանգում է։ Ջոն Ուիլերը։ Զանգում է, Ջոներ, չեմ հիշում ոնց է, կարող է եւ Ջոն Ուիլերն է։ Զանգում է գիշերը Ֆեյմանին, ու ասում է, գիտես, ես ֆանտաստիկ եզրահանգման եմ եղել։ Ամբողջ տիեզերքում կա ընդամենը 1 էլեկտրոն։ Ասում է, բա մնացածը, մնացածը այդ մուլտի տիեզերքն է։ Խելագար բան է, չէ՞։ Բայց դա բարձվում։ Չէ, չի բարձվում։ Ասեմ ինչն է պատճառը։ Պատճառը կայանում է նրանում, որ միկրոաշխարհում մենք մասնիկները իրաց չենք կարողանում տարբերել։ Այդ գործարանը, որը արտադրում է այդ ամենը, ցածակ միանման է։ Եվ դա սկզբունքորեն բերում է նրա, որ առաջանում են այդ երկու տիպի մասնիկները, ֆերմիոնները եւ բոզոնները։ Ինչպես հետևանք, մենք արդեն պետք է զարգացնենք համապատասխան վիճակագրությունը։ Օրինակ մետաղների համար մենք պետք է խիստ որոշակի տեսություն կառուցենք, որ հասկանանք, թե էլեկտրոնները ինչպես են այսպես շարժում, այլ ոչ թե այլ կերպ։ Առավելևս կիսահաղորդիչներում, որտեղ քվանտային տեսությունը շատ ավելի էական դեր է խաղում։ Ուրեմն հետևաբար պետք է հասկանալ, նրանք անտարբերելի են։ Սա սկզբունքային պնդում է, ինչ որ առումով կարևորագույն պնդումներից մեկն է քվանտային ֆիզիկայում։ Միգուցեև կարելի է այդ գաղափարները առաջ տանել, սակայն հասկանում եք, ստեղ մի պահ կա, էլի, Շրոդինգերյան եւ կոպենհագենյան այդ մեթոդոլոգիայի, մեթոդաբանության շրջանակներում մարդկությունը արդեն քվանտային մեխանիկան վերածել է ճարտարագիտական առարկայի եւ այդ հետազոտությունները թույլ են տալիս ստանալ սարքեր, որոնց հատկությունները մենք կարողանում ենք կառավարել։ Քվանտային կոմպյուտերի մասին է խոսքը։ Ոչ, քվանտային կոմպյուտերը բաց հարց է։ Հա։ Այո, երևի ամենակարևոր եւ հրատապ, դրա մասին մենք կասկած չունենք, դա երևի ամենամեծ հայտնագործություններից մեկը կլինի, որ 21-րդ դարի սկզբից ի վեր կարվի, սակայն օրինակ նանոէլեկտրոնիկան միարժեք դրա ծնունդն է։ Երբ դուք կարողանում եք կառավարելի հատկություններով սարքեր ստանալ, ընդ որում քվանտային երևույթների հենքի վրա։ Օրինակ կապույտ լազեր։ Մի բան, որը բնությունը մեզ այդ հնարավորությունը մինչև նանոկառուցվածքների ստեղծելը չէր տալի։ Մարդը կարողացավ դա ստեղծի եւ ինքն իր ձեռքով ստանա արհեստական ատոմներ եւ արհեստական ատոմների միջոցով իրագործի ինչպես երկարալիքային լազերներ, ինֆրակարմիր տիրույթի, այնպես էլ կարճալիքային բարձր էներգիական լազերներ, օրինակ կապույտ։ Պարզ օրինակը, որ ես միշտ բերում եմ, լուսադիոդները։ Նոբելյան մրցանակ էր։ Մասնավորապես Նակամուրան պրոֆեսոր, ով առաջինը գաղափարը տվեց, այսպես կոչված նիտրիդային համակարգերի հիման վրա բարձր ուրեմն անցումների համար մեծ էներգիական կապույտ լույսի ստացման կայուն մեխանիզմ առաջարկեց, որն էլ թույլ տվեց ստանալ կապույտ, կանաչ եւ կարմիր գույների համադրությունը եւ ինչպես հետևանք սպիտակ լույս։ Եվ դա բերեց տեխնոլոգիական հեղափոխության լուսադիոդների ոլորտում։ Այսինքն ստեղ հարցը կայանում է նրանում, որ դուք ինչ որ ոլորտներ կան, որտեղ այդ Շրոդինգերյան ինտերպրետացիան զուտ մաթեմատիկայի տեսանկյունից եւ կոպենհագենյան կոնցեպցիան փիլիսոփայական տեսանկյունից քվանտային մեխանիկայի, այդ ձեր այդ ասած հավանականային բնույթը, որ բնորոշ է մասնիկներին, ոնց որ թե միարժեք հաստատվում են արդեն կոնկրետ տեխնոլոգիական իրագործումների մեջ, երբ դուք կանխատեսելիություն եք տալի։ Դե որն է դա։
Եթե ավելի պարզ ասենք, յուրաքանչյուր դասարան, որ դուք մտնում եք քիմիայի, տեսնում եք, որ ատոմի կառուցվածքը կա եւ այնտեղ գնդիկ է, այնուհետև անվերջության նշանն է, չէ, հետո թիթեռնիկներ են, չէ, sense միջուկի շուրջ։ Դա ինչ է։ Դա փաստորեն այն տիրույթն է, որտեղ դուք ի վիճակի եք գտնել էլեկտրոնին, սակայն կան մուգ տիրույթներ, որտեղ որ էլեկտրոնի վիճակի չի թափանցել։ Սկզբունքորեն 0 է նրա հավանականությունը այդտեղ հայտնաբերելու։ Այդ էլ հենց հավանականային ինտերպրետացիան է։ Ընդ որում փայլուն կերպով դա նույն կոպենհագենյան մոտեցման շրջանակներում Մաքս Բորնը տվեց եւ Մաքս Բորնը փաստորեն Նոբելյան մրցանակ ստացավ ինչ որ առումով կարելի ասել այդ ինտերպրետացիան տալու համար, որ ալիքային ֆունկցիայի մոդուլի քառակուսին ցույց է տալի հավանականությունը հայտնաբերելու մասնիկը միավոր ծավալում հավանականության խտություն։ Դա Նիլս Բոր կա եւ Մաքս Բոր կա։ Դրանք Նիլս Բորը դա Կոպենհագենի դպրոցն է։ Մաքս Բորնը դա Գյոտինգենի հավասարանն էր, որը նացիստների իշխանության գալուց հետո Մաքս Բորնը ստիպված եղավ թողել Գերմանիա եւ հեռանալ։ Բայց ամենահզոր տեսական դպրոցը այն ժամանակների դա Մաքս Բորնի դպրոցն էր։ 99 թվականին մենք խոսեցինք այդ ճեղքերով անցնող լույսի մասին, որի դեպքում երբ որ չափում ենք ալիքային ֆունկցիան կորումա, ուրեմն մի հատ հետաքրքիր էքսպերիմենտ էին արել 99 թվականին Ջոն Ուիլլեր հենց 2008 թվականին է մահացել Ջոն Ուիլլերը։ Հնարավոր է արդյոք այդ նույն Ուիլլերի մասին ենք խոսում։ Չեմ կարող ասել, գիտեք, որովհետև իմ կարծիքով չէ, որովհետև նա տարիքով մեծ էր։ Ֆեյմանը 80-ականներին է մահացել։ Նա հաստատ շատ ավելի վաղուց է։ Այո։ Ուրեմն հետաքրքիր էքսպերիմենտ էին փորձում իրականացնել, սկզբում մտավոր, հետո իրականում փորձեցին, ուրեմն տեղադրում են երկու ճեղքեր, որտեղից որ կրակում են ֆոտոններ եւ հետևը դնում են մի հատ լինզա են դնում, որով ամեն ատոմը բաժանվում է, ճեղքվում է երկու, ամեն ֆոտոնը ճեղքվում է երկու ավելի ցածր հաճախականության ֆոտոնների, դա հնարավոր է։ Ну, դա ես գիտեմ, որ բարձր հաճախականության ֆոտոնը բարձր կա երկրորդ հարմոնիկի գեներացիա, երբ որ մեկի տեղը երկուս է առնում։ Ներքև իջացնելը, ճիշտ ասած, ինչպես են արել, չեմ պատկերացնում։ Պետք է դետալները նայել։ Քանի որ ես ոչ գիտնական եմ, ոչ էլ այդ թեմայի մեջ բավականաչափ քվանտային օպտիկայի մասնագետները կարող են ասել, ովքեր կոնկրետ զբաղվում են տենց հարցերով։ Ես էքսպերիմենտը հոդվածով եմ կարդացել ու փորձում եմ հիմա վերարտադրել, պատմել ձեզ մի հատ հետաքրքիր շոկային բան, որ ես էլի իմացա ու զարմացա, կուզեի մեկնաբանեիք։ Ուրեմն երկու ճեղքերով կրակում են, հետևում լինզավորում են, որտեղից լինզան բաժանում է ամեն մի ֆոտոնը երկու մասի։ Մեկը բարձրանում է վերև եւ ֆիքսում է դետեկտորը։ Վերևի դետեկտորը ճեղքված երկու առանձին ֆոտոնը։ Ինչի համար են սա անում, որպեսզի այդ չափելիության այդ անորոշությունը պահպանվի եւ հաջորդ ճեղքով անցած ֆոտոնը գնում է ավելի երկար ճանապարհով ու այնտեղ դետեկտորները երկուսն են ֆիքսում, մեկը ֆիքսում է դետեկտորը վերևի դետեկտորը, մեկը ֆիքսում է ներքևի դետեկտորը։ Վերևի ու ներքևի դետեկտորի միջև ֆիքսելու տարբերությունները որոնք են։ Ուրեմն սա շատ կարևոր պահ է, էլի, որովհետև երբ որ ատոմը անցնում է երկու ճեղքերով ու ատոմը թե կներեք, ֆոտոնը երբ որ անցնում է, կներեք, ֆոտոնը երբ որ անցնում է ճեղքով, լինզավորվում է ու բարձրանում է վերև, ավելի շուտ է հասնում դետեկտորին, քան ներքևինը։ Ես հեսա փորձեմ ձեզ նկարով ցույց տալ այդ էքսպերիմենտի բանը, որ տեսնեք, էլի։ Այ հեսա։ Ցույց տվեք։ Ահա։ Դետեկտոր 1, չէ, ստեղ բայց կիսվում են նրանք։ Այո, կիսվում են։ Այսինքն իրանք գալիս են, ստեղ բաժանվում են երկու մասի, հա, եւ այդ երկու մասից յուրաքանչյուրը իր հերթին ոնց որ էլի, հա, մեկը բարձրանում է, երկուսն էլ բարձրանում են եւ առաջի դետեկտորով, երկուսն էլ երկրորդ դետեկտորներն են։ Բայց նայեք, մի դեպքում բայց ստեղ լինզան, ինչքան ես հասկանում եմ, երկուսին միացնում է։ Այո, ներքևինը առանձին է։ Եթե ֆոտոնը հասնում է 4-րդ դետեկտորին, նշանակում է կոլապս է տեղի ունեցել վալնավոյ ֆունկցիայի։ Եթե հասնում է 3-րդ դետեկտորին,
Նշանակում է վալնովոյի ֆունկցիան պահպանվել է։ Ամենայն հավանականությամբ նրանք փորձում են հասկանան մինչև հասնել է այնտեղ վերևի ավելի շուտ տեղ հասնող ֆոտոնը կհասկանա, որ այն ֆոտոնը այնտեղ միավորվելու է ու հասնելու է 4-րդ դետեկտոր թե 3-րդ դետեկտոր։ Ոստեղ շոկը գիտեք որն էր, որ պարզվեց, որ ֆոտոնները պատճառահետևանքային կապը խախտելով նախորոք գիտեն իրենց այն երկար ճանապարհով գնացող ճեղքվածը զույգը ուրա գնալու 4-րդ դետեկտոր թե 3-րդ դետեկտոր ու նախորոք արդեն բան եք ասում վալնովոյ ֆունկցիան ճեղքի եկեք ես մի բանի մասին ասեմ ու այնուհետև լռեմ ես ասեմ ու լռեմ որովհետև միգուցե իմ ասածը սխալ է բայց դուք ստեղ հիմա շատ կարևոր բառ ասացիք պատճառահետևանքային կապի խախտում նորից գալիս ենք լույսի արագությանը ուրեմն տեսեք Էյնշտայնը ժամանակին երբ տվեց քառաչափ տարածության կառուցվածքը ինքը նկարեց այսպես կոչված լուսային կոնը սվիտավի կոնուս են դա ասում ուրեմն գոյություն ունի մաթեմատիկորեն դա կարելի ցույց տալ որ մեր աշխարհը բաժանված է գերլուսային արագության աշխարհից որոշակի սահմանով, որը կոնական ձև ունի։ Մեր աշխարհում, որտեղ այդ ինֆորմացիայի փոխանցումը լույսի արագությունից ավելի ցածր է, այսինքն գործում է նորմալ ֆիզիկան Էյնշտայնյան։ Պատճառահետևանքային կապը հստակ կա, այսինքն պետք է սկզբից լինի պատճառը, որ մենք հետո հետևանքը տեսնենք։ Ես միշտ այդ օրինակը բերում եմ Կերոլի բանը Ալիսը в Зазеркалье ու Ալիսը в стране чудес գիտեք այդ երկու հանճարեղ ստեղծագործությունները հիշում եք այնտեղ մի պահ կա որ թագուհին սկսում է լացել Ալիսեն ասում է ձեր մեծություն չեք լացում ասում է որովհետև մատս բիզով ծակել եմ բայց ասում է չեք ծակել ասում է ճիշտ է ես լացում եմ այ հիմա կծակեմ այսինքն այդ պատճառահետևանքային կապը խախտված է Հիմա Էյնշտայնի տեսությունը ինչ է ասում, որ հենց որ մենք անցնում ենք գերլուսային արագությունների, այդ աշխարհում պատճառահետևանքային կապը խախտվում է։ Այսինքն դուք միաժամանակ կարող եք տարբեր տեղ լինել։ Ձեր մոտ սկզբից կարող է լինի հետևանքը, հետո պատճառը գա։ Այսինքն այդ ամեն ինչ խախտվում է։ Ես ինձ իրավունք չեմ վերապահի դրա վերաբերյալ կարծիք հայտնեմ կոնկրետ այս փորձի, որովհետև նախև առաջ ծանոթ չեմ այս աշխատանքի հետ, էլի, եւ երկրորդը առավելովս ինտերպրետացիաների հետ։ Դուք հիմա ուղղակի ցույց տվեցիք, ես տեսա։ Սակայն նորից գալիս ենք այդ գաղափարին, որ ինչ որ մի բան կա, որ մասնիկները իրար զգում են, ընդ որում դա ակնթարթորեն է տեղի ունենում։ Պարզա որ դա ինֆորմացիայի փոխանցում չի։ Դա ինչ որ այլ տիպի կորելացիա է։ Բայց ինչպես է դա տեղի ունենում։ Դա ամենամեծ հարցը։ Դա երևի ամենաառեղծվածային հարցը։ Ժամանակին մարդկությունը դրա առջև կանգնեց եւ այդ հարցի փայլուն կերպով պատասխանը տվեց Մայքլ Ֆարադեյը, երբ դաշտի կոնցեպցիան մտցրեց, հասկանում եք։ Տեսեք ինչ էր այն ժամանակ առաջանում։ Կար լիցք, կար երկրորդ լիցքը։ Դուք տեղաշարժում եք մի լիցքը, ակնթարթորեն երկրորդ լիցքը դա զգում է։ Ասում են որն է պատճառը։ Կար հեռազդեցության տեսություն համաձայն որի այս լիցքը անմիջապես մոռանալով տարածության ժամանակի մասին ազդում է այս լիցքի վրա եւ այդ իսկ պատճառով անդադ անմիջապես տեղափոխությունը զգում է։ Իսկ Ֆարադեյը ասաց չէ տղեկ մի քիչ սխալվում եք։ Յուրաքանչյուր լիցք իր շուրջ ստեղծում է մատերիայի նոր տեսակ, որը կանվանենք դաշտ։ Եվ երբ այս մասնիկը շարժում է, միգուցե չափազանց մեծ, բայց վերջավոր արագությամբ ազդանշանը գալիս հասնում է այս մասնիկին եւ նա տեղից շարժում է։ Ոնց որ պատկերացրեք դուք ունեք նավակ լճի վրա։ Ստվերային ֆոտոնների մասին, Չէ, բացարձակ։ Դա կան հատուկ տիպի ֆոտոններ, որոնք էլեկտրոստատիկայի դեպքում բնութագրվում են, բարձր ստատիկ մասնիկների մասին, բայց խոսքը դրա մասին չի գնում։ Խոսքը գնում է արդեն էլեկտրոմագնիսական դաշտի մասին, դասերակ ֆոտոնների մասին։ Այն ինչի մասին, որ մենք խոսում ենք։ Ընդ որում ունիկալը նա էր, որ փաստորեն ինքը արդեն կանխորոշել էր էլեկտրոմագնիսական ալիքների գոյությունը։ Այդ հետագայում Մաքսվելը այդ ամեն ինչը ցույց տվեց։ Իսկ Հենրի Հերցը ապացուցեց դրանց իրականությունը, գոյությունը։ Սակայն Ֆարադեյը ինտուիտիվ հասկացել էր, որ դա պետք է լինի,
որ եթե դուք մի գնդակ ունեք, մի գնդակ դնում եք հասարակ այս հատակի վրա, խփում եք մի գնդակին, երկրորդը պատճառ չունի որ տեղաշարժվի, եթե օրինակ թելով կապած չլինեն, ինքը ես այդ օրինակը ինքս եմ իմ երիտասարդներին լեկցիաների ժամանակ միշտ բացատրում, որովհետև իմ կարծիքով դա լավ է կարելի, ասում եմ, իսկ պատկերացրեք գնդակը տեղափոխենք լճի վրա։ Հենց որ հարվածում ես, ինքը միանգամից ալիքը գալիս է, հա, այ այդ է առաջանում։ Այսինքն տեսեք, մի օղակ գտնվեց եւ պարզվեց, որ այդ օղակը իրականություն է եւ ոնց են ասում, փիլիսոփայական սահմանումներից մեկով դա օբյեկտիվ իրականություն է, որը գոյություն ունի անկախ մեր գիտելիքներից այդ օբյեկտի մասին։ Հիմա ինչա տեղի ունենում այդտեղ, դա դուք էլի նույն հարցին եք գալի, դա ես չգիտեմ ինչա տեղի ունենում։ Ու չգիտեմ կա արդյոք ինչ որ ինքնապարփակ հստակ տեսություն, որը որ իրոք կարող է այդ հարցի պատասխանը տալ։ Ես տեղյակ չեմ։ Մեր ոդքասթին եւ ինձ որպես հեղինակ աջակցելու համար արդեն հնարավորություն ունեք ոչ միայն լայքելով եւ դիտելով, այլ նաեւ ֆինանսապես։ Patreon-ում մեզ աջակցելով կնպաստեք նրան, որպեսզի Homodeus-ը լինի ավելի որակյալ եւ իհարկե երկարատև։ Բաժանորդագրվելու համար անցեք այս QR կոդով եւ դարձեք մեր աջակիցը։ Շնորհակալություն։ Շատ հետաքրքիր երկու հարց կա։ Առաջինը վերաբերում է նրան, որ այս հարցի շուրջ բոլոր բանավեճերը, բոլոր խոսակցությունները եւ քննարկումները բերում են մի հարցի։ Օրինակ Դոնալդ Հոֆմանի մասին համոզված եմ լսել եք առնվազն մի ինչ որ բան դիտած կլինեք իր մասին, ուրեմն Դոնալդ Հոֆմանի ինտերվյուներից մեկն էի նայում, որտեղ ինքը ամենասկզբում հենց առաջի 10 րոպեի ընթացքում քննարկում են այդ հարցը, որտեղ ասում է ժամանակը ու տարածությունը, եթե մենք համարում ենք որպես ֆունդամենտալ դրույթներ, գաղափարներ եւ որոնցից ելնելով, որոնց վրա հիմնելով կառուցում ենք ամբողջ ֆիզիկայի տեսությունը, այսինքն եթե տարածություն ժամանակ չկա, մենք ֆիզիկա չունենք։ Մեր ամբողջ ֆիզիկան, մաթեմատիկան հիմնվում է հենց նրա վրա, որ մենք ասում ենք, որ գոյություն ունի տարածություն եւ գոյություն ունի ելնելով նրանից որ տարածություն գտնվում ենք ինչ որ մի տեղ եւ կա դինամիկա, զարգացում, որն էլ ժամանակն է։ Ուրեմն ինչ է ասում է գիտակցության խնդիրը, որ չեն կարողանում հասկանալ, օրինակ ինչու գիտակցությունը մենք չենք կարողանում հասկանալ նեյրոնները ինչպես են ստեղծում գիտակցություն, այդ պատոկը մտքերի, որ մենք ունենում ենք, այդ հոսքը մտքերի, ուրեմն ասում է հետաքրքիր գիտեք որն է, լսեք, ինչեւ լսեք, չեք պատկերացնի ինչ ասում։ Ասում է ուրեմն տեսեք, ֆունդամենտալը ոչ թե ժամանակն ու տարածությունը, ժամանակն ու տարածությունը ընդհանրապես ֆունդամենտալ չի, ասում ֆունդամենտալը գիտակցությունը, որովհետև գիտակցությունը ստեղծում է ինտերֆեյս, որում իրան հարմար է, որ լինի տարածություն եւ ժամանակ, որպեսզի ինքը կարողանա ընկալել։ Ու հետաքրքիր էքսպերիմենտ էին արել 3 տեսակի կոմպյուտերային սիմուլյացիա էին արել։ Մի դեպքում սիմուլյացիան ընկալում էր աշխարհը ռեսուրսների համար պայքարում, մի դեպքում սիմուլյացիան ընկալում էր աշխարհը այնպեսին, ինչպեսին կա, այդ սիմուլյացիայով ստեղծված աշխարհը։ Մի դեպքում սիմուլյացիան ընկալում էր այդ աշխարհը massամբ։ Իսկ մի դեպքում ոչ մի ձև չէր ընկալում իրական աշխարհը, բայց կարողանում էր ադապտանալ եւ սիմուլյացիան կրկնելով հազարավոր անգամներ ամենաադապտիվ տեսակը միշտ հաղթող էր դուրս գալիս։ Այսինքն իրան պետք չէր իմանալ իրականությունը ինչպիսին է, ինքը հարմարվում էր ժամանակի ընթացքում։ Եվ հետեւաբար ինչ էր ասում Հոֆման, ասում էր մեր քվանտային ֆիզիկայի հետ կապված, մեր ֆիզիկայի հետ կապված բոլոր այն խնդիրները, որոնց մենք հասնում ենք ու հասկանում ենք, որ դրանից այն կողմ չենք կարող գնալ եւ չենք կարողանում այդ խնդիրները լուծել, դրանք մեծապես կապված են նրա հետ, որ դա մեզ տրված էլ չի, մենք չենք կարող ընկալել այդ խնդիրների լուծումները, որովհետեւ մեզ տրված չի հնարավորություն դրանք բացահայտելու։ Դրանք մեր ընկալման դա ջան շատ բարդ հարց է, թակարդն է, որովհետև ես դրան կարող եմ հակադարձել մեկ այլ տեսությամբ։ Դա դուք Նոբելյան մրցանակակիր Տաֆտի մասին լսած եք, հոլանդացի ֆիզիկոս, շատ հանճարեղ ֆիզիկոս է։ Նա ժամանակին առաջ է քաշել հոլոգրաֆիկ սկզբունքը։ Գալագրաֆիչսկի, իդեպ շատ հետաքրքիր է ու դրա մասին է խոսում Հոֆմանը։ Դա էլ է, չէ՞, մի շատ կարևոր սկզբունք, որի հիման վրա մենք փաստորեն իրականում հոլոգրաֆիկ պատկերն ենք այն ամենի, ինչը տեղի է ունենում իրականում տիեզերքի սահմանի վրա։ Այո։ Պարզապես մենք սենց են գիտակցում, ես թվում է թե դա իրականություն է։ 2D է աշխարհը, այսպես ասած, էլի։ Այո, չգիտեմ ինչ է, ախր հասկանում եք, դա ջան, դա այնպեսի բարդ հարցեր է, որ նախ եւ առաջ դա իմ կարծիքով պարզապես հանճարների հələ դեռ հասկանալու հարց է։ Բնականաբար ամբողջությամբ փիլիսոփայություն է, ամբողջությամբ։
Գիտակցությունը։ Ոյ, չգիտեմ ինչ ասեմ, տեսեք։ Սենց է, էլի ինչ ժամանակին post-nauka այդ կայքը որ կա, գիտական, նայում եմ։ Դե ես այնտեղ ինտերվյուներ ունեմ, մի քանի հատ, մի քանի ինտերվյու ունեմ, ու ինտերվյուներից մեկը այն էր, որ շատ հետաքրքիր հարց տվեց այդ աղջիկը, ասաց, տեսեք, ես ուզում եմ հասկանամ։ Նեյրոնները եւ այդ ցանցերը նեյրոնային որ կա, այնպեսի տպավորություն է ստեղծում, որ մենք ունենք ոնց որ թե ինչ-որ մի սարք։ Ուղղակի կարող ենք դիտարկել ինչպես սարք։ Չգիտեմ ինչքանով դա ճիշտ է, սակայն համարում էին, որ նման բան կարելի է ներմուծել։ Այդ դեպքում ամենամոտը ո՞րն է։ Անկեղծ ասած, ես ասացի, ես չգիտեմ այդ հարցի պատասխանը, բայց իմը տպավորություն է ստեղծում, որ մենք գործ ունենք քվանտային օբյեկտի հետ։ Հիմա բացատրեմ ինչի, հետո փորձենք անցնենք այդ հարցին։ Քվանտային կոմպյուտերին, եթե դուք խնդիր դնեք, սա գալիս ենք ձեր ինքը միաժամանակ սուպերպոզիցիայի սկզբունքին։ 3 հատ մատիտ ունենք, ասում ենք քթի այս մատիտներից որն է ամենաերկարը։ Հասարակ կոմպյուտերը սկսելու է առանձին համատել։ Իսկ միանգամից ասել է ինչի, որովհետև բոլոր վիճակները միաժամանակ է հաշվում։ Այո։ Մեր ուղեղը այդ հնարավորությունը տալիս է մեզ, չէ՞։ Մեր ուղեղը միաժամանակ։ Նայում ենք։ Կարող չի ասել այս 3-ից որն է միանգամից։ Սա է։ Իսկ գուցե արագությունը այնքան մեծ է մենք չենք նկատում։ Չեն կարող ասել, ես չեմ կարծում։ Այսինքն ներսը անում է, չեմ կարծում։ Հիմա նեյրոնների հետ կապված։ Ժամանակին կար մի շատ հետաքրքիր հաղորդում, ուրեմն Ալեքսանդր Գարդոնն էր վարում այդ հաղորդումները։ Խնդրում եմ Դմիտրի Գարդոնի հետ չշփոթել։ Այն քաչալ ուկրաինացված չշփոթենք։ Ալեքսանդր Գարդոնը ակնոցներով ժուրնալիստն է։ Ինքը շատ լուրջ հաղորդում էր վարում, որին հրավիրել էր ֆիզիկոսի եւ մարդկային ուրեմն ինքը իրականում հոգեբան էր, բայց ինքը զբաղվում էր շատ լուրջ մաթեմատիկական մոդելավորման հարցով, մտածողության մարդու։ Մի խոսքով հրավիրել էր ֆիզիկոսի, որը վիճակագրական ֆիզիկայի մասնագետ էր, տեսաբան էր, եւ շվեդական համալսարանից մեկում աշխատող ռուսաստանցի գիտնական էր, ով զբաղվում էր այ մարդու մտածողության մոդելավորման խնդիրներով։ Եվ այնտեղ նա ասաց շատ հետաքրքիր մի բան, որ մարդու ուրեմն մտածողության հիմքում դրված մաթեմատիկական մոդելը հասարակ թվերով չի դիտում բացատրել։ Այո, ճյուղավորված ինչ-որ դիագրամներ են դուրս գալի, բավականաչափ բարդ, ընդ որում պարզվեց, որ դա ֆիզիկայում օգտագործող սպինային ապակիների տեսության վրա էր դուրս գալի սպինովի ստյոկլը, երբ ունեք մի մասնիկ ֆիքսած սպինով, երկրորդ մասնիկ նույն սպինով, երրորդ մասնիկը չի իմանում ինչ անի, Պաուլի սկզբունքն է, անընդհատ ինչ-որ sense վիճակում, ու պարզեց ինչ-որ sense մի բան կա։ Ընդ որում պնդումը հետևյալն էր, որ մարդկային գիտակցությունը կարելի է մոդելավորել, եթե վերցնել մոտավորապես 450 միլիարդ կոմպյուտեր, միաժամանակ միացնել մի կետում, այսինքն ողջ հզորությունը կոնցենտրացնել, եւ այդ դեպքում այդ կոմպյուտերը ի վիճակի կլինի տալ նոր գիտելիք, այսինքն այն ամենը, ինչը իր մեջ ներարկած էր, դրանից բացի նա կծնի նոր գաղափարներ։ Մասնավորապես քվանտային ֆիզիկան բացահայտ կերպով դրա վառ օրինակն է, մարդու գիտակցությունը այնպեսի հզոր է, որ նա կարողացավ փաստորեն 0-ի վրա այսպեսի մի թռիչք կատարել, ընդ որում որակական, ոչ թե քանակական։ Հետևաբար դա երևի ամենաառեղծվածային եւ բարդ խնդիրներից մեկն է։ Ճիշտ պատկերացնել եւ հասկանալ, թե մարդը ինչպես է անցալում շրջապատը։ Հոֆմանը շատ հետաքրքիր ձևով ասում է, время и пространство обречены. Մենք մի օր իրոք հրաժարվելու ենք այդ գաղափարներից։ Մի օր ասում եմ իրոք հրաժարվելու ենք այդ գաղափարներից ու հասկանանք, որ մեր բոլոր խնդիրները կապված ֆիզիկայի անորոշ ու անլուծելի հարցերի հետ կապված են հենց նրա հետ, որ մենք ֆիզիկան ընկալում ենք հենց տարածության ու ժամանակի մեջ։ Իսկ ինքը ինչ է առաջարկում։ Իրականում հենց գալիս ենք այդ հարցին, որ Հոֆմանը ասում է մենք ունենք սահման, որից այնկոմ չենք կարող անցնել։ Ոնց որ պատկերացրեք, մենք գտնվում ենք համակարգչային խաղի մեջ, ու մենք չենք կարող համակարգչային խաղի կոդը տեսնել։ Սիմուլյացիայից դուրս գանք, հա։ Ասում եմ մենք պատկերացրեք, նայում ենք էկրանին, LED էկրան։ Մենք կարող ենք շատ մոտենալ այդ էկրանին ու տեսնել, որ դա բաղկացած է կապույտ, կարմիր եւ կանաչ լույսերի թրթռոցներից, ու այդ թրթռոցների տարբերություններից կարող է պատկերը փոխվել, գույնը փոխվել, դառնալ սպիտակ եւ այլն։ Բայց մենք
եթե տեսնում ենք այդ կապույտ ու կանաչ լույսը, դա ինքը բանը վերում, անալոգա բերում, որ դա իբր մեր ատոմներն է, որ մենք տեսնում ենք փոքրագույն մասնիկը, որ մենք տեսնում ենք էկրանին։ Սա միևնույնն է, դա տեսնելով մենք չենք հասկանա ու չենք տեսնի տրանզիստորների աշխատանքը, որը դրա հետևից կախված է, որովհետև տրանզիստորի աշխատանքի էմերջենտ հատկությունն է այդ լույսը, որ մենք տեսնում ենք, բայց լույսին նայելով երբեք չենք տեսնի տրանզիստորի աշխատանքը։ Հետևաբար ատոմները ուսումնասիրելով ասում երբեք չենք հասկանա ինչն է ստեղծել սինգուլարությունը, մեծ պայթյունը, կյանքը, գիտակցությունը։ Առհասարակ շատ լուրջ դրված է, արդյոք պայթուն է եղել եւ եթե եղել է, արդյոք միակն է եղել։ Այո։ Սա էլ բաց հարց է։ Էվերետի տեսության համաձայն ասում է, եթե ընդունում ենք այն միտքը, որ գոյություն ունի մուլտիտիեզերք, այսինքն բազմաթիվ տիեզերքներ եւ դրանք զուգահեռ իրար գոյություն ունեն, շատ տրամաբանական է, որ մենք տեսնում ենք այն, ինչ տեսնում ենք մեր տիեզերքում, քանի որ կան անսահմանափակ քանակի հավանականություններ եւ այդ անսահմանափակ հավանականության մեջ մենք գտնվում ենք դրանցից ուղակի մեկում, որում պարամետրեր այնպիսին են, ինչպիսին մենք տեսնում ենք։ Եվ այս ամենից հետո առաջանում է վերջին իմ հարցը, որը կարծում եմ ամենաբարդ ու ֆունդամենտալ հարցերից մեկն է։ Ամեն ինչը մենք այսօր խոսեցինք, ուղիղ կապված էր մաթեմատիկայի հետ։ Եվ մեր սիրելի բոլոր պլատոնիստները, որոնք մի պահ արդեն թվերը դարձրել էին պաշտամունք ու համարում էին, որ թվերը դա Պիֆագորի դպրոցներ ավելի շատ։ Եվ դրանից ելնելով իրենք բան էին արել, որ գոյություն ունի առանձին գաղափարների աշխարհ, որտեղ թվերն են եւ թվերը առանձին աշխարհ։ Համարում են, որ ամեն ինչով կառավարում են թվերը։ Եվ հետեւաբար իմ հարցը, մենք մաթեմատիկան բացահայտել ենք թե հայտնաբերել, որովհետև մի դեպքում մաթեմատիկա նշանակում է ֆունդամենտալ է եւ մենք այն հայտնաբերել ենք, իսկ մյուս դեպքում նշանակում է մենք այն հորինել ենք, որպեսզի պարզեցնենք ֆիզիկական աշխարհը։ Գոյություն ունի արդյոք մեզանից զատ այդ մաթեմատիկան թե ոչ։ Անկախ բերեկալումից է, դա հարցը դրա մասին է գնում։ Ես կարծում եմ անշուշտ գոյություն ունի եւ այն ներդաշնակությունը, որ մենք տեսնում ենք տիեզերքում, անկախ մեր գիտակցությունից, ի վերջո կառավարվում է մաթեմատիկայով, որովհետև նույն գրավիտացիայի օրենքը եւ ձեր նույն այդ հաստատումների գաղափարը այս կամ այն կերպ խոսում են դրա մասին, որ կա։ Ես վերջացնեմ։ Դուք սենսացիոն բան եք ասում։ Դա ջան, սենսացիոն չի, բացարձակապես։ Հարցը կայանում է նրանում, որ մաթեմատիկան պարզապես լեզու է, որ մենք հաղորդակցում ենք բնության հետ։ Դուք առհասարակ լավ հարց տվեցիք հիմա, եկեք ես այդ հարցին այլ տեսանկյունից մոտենամ եւ հետո կբացատրեմ ինչի եմ ես ասում։ Կար ժամանակին փայլուն ֆիզիկոս տեսաբան Դեվիդ Գրոսը, ով Նոբելյան մրցանակակիր էր, նա զբաղվում էր սուպերսիմետրիայով եւ լարերի տեսությամբ, փայլուն ֆիզիկոս էր, սակայն նա մաթեմատիկական շատ խոշոր կենտրոնի ղեկավար էր։ Եվ դինաստիա հիմնադրամը Զիմինի ժամանակին Դեվիդ Գրոսին հրավիրում է Մոսկվա լեկցիաների։ Ուրեմն Դեվիդ Գրոսը հրաշալի լեկցիա է կարդում եւ հետո այնուհետեւ իր հետ բավականին մեծ եւ ընդհանրացակ հարցազրույց էր, որի ժամանակ նա ֆանտաստիկ գաղափար է առաջ քաշում։ Նա ասում է, տեսեք, ես ենթադրում եմ, որ մաթեմատիկայի լեզուն դա ունիվերսալ տիեզերական լեզուն է։ Ընդ որում դա նաև Արնոլդն էր պնդում, որ մաթեմատիկան այնպիսի ունիկալ լեզու է, որ թելադրվում է բնության կողմից։ Բնությունը ինքը մարդուն ստիպում է այդ մաթեմատիկան ստեղծել, որովհետև մարդը ինքը անխախտ կերպով կապված է տիեզերքի հետ։ Ենթագիտակցորեն, գիտակցելով ամենը, բայց կախված է։ Եվ այն գաղափարները, որոնք առաջի հայացքից թվում են թե բացարձակ абստրակտ մաթեմատիկական ինչ-որ մի տեսություններ, հետագայում ֆիզիկայում շատ հստակ իրենց հաստատումն են ստանում։ Վառ օրինակը խմբերի տեսությունն է։ Հիմա իր պնդումը հետևյալն էր։ Ես ասեմ, հետո կասեմ ինչի եմ ես դրան հատուկ ուշադրություն դարձնում, որովհետև իմ համար ես մի հետաքրքիր փաստ ակնարկեցի։ Նա ասում է, եթե մենք պատկերացնենք, որ տիեզերքի մյուս ծայրը գոյություն ունի մոտավորապես նույն պայմաններում, ինչ որ, հիմիկվա լեզվով ասած էկզոմոլորակ կա, որը գտնվում է մոտավորապես նույն տիպի աստղի շուրջ, ինչպիսին Արեգակն է։ Այնտեղ գոյություն ունեն մոտավորապես նույն բնական պայմանները, որոնք որ մեր երկրագնդի վրա եւ այնտեղ կա մեր զարգացողության աստիճանի քաղաքակրթություն, ապա այն մաթեմատիկան, որով օգտվվում են այդ քաղաքակրթության էակները եւ մեր մաթեմատիկան նույնն է։ Պարզապես վերաձևակերպումներով կգանք կապացուցենք, որ բացարձակ նույնն է։ Իմ համար դա հետաքրքիր հարց էր եւ ես
Իմ առջև հետևյալ խնդիրը դրեցի, ասյոնակ կարելի է արդյոք երկրագնդի վրա նման էքսպերիմենտի գալ ու հանգել։ Ու ես ժամանակին հետաքրքրվեցի ինկերի մաթեմատիկայով։ Ինչ-որ առումով կարելի ասել, որ ինկերի քաղաքակրթությունը լրիվ իզոլացված էր եվրոպական քաղաքակրթությունից։ Մյուս կողմից հասկանալի էր, որ ինկերը բավականաչափ զարգացած քաղաքակրթություն էին, եւ հետեւաբար այնտեղ կային որոշակի տեխնիկական միջոցներ, կար ճարտարապետություն, գոյություն ունեն որոշակի անձեր, ովքեր որ զարգացնում են այսօրվա լեզվով ասած գիտությունը։ Եվ պարզվեց, որ այն մաթեմատիկան, որը ինկերին էր բնորոշ, վերաձևակերպելով բերում է ծրագրավորման մաթեմատիկային։ Նրանք փաստորեն ծրագրավորման կոդեր էին արել։ Ընդորում դրանով շատ լուրջ զբաղվում են մաթեմատիկոսներ, ես ուղղակի ժամանակ չունեմ շատ խառնեմ, թե չէ ես լրիվ կփորձեմ այդ հարցին խորանալ, բայց մի բան ակնհայտ էր, որ նրանք վերաձևակերպումներով, եթե գալիս էին հասնում են ծրագրավորման մաթեմատիկային այդ լեզուներին։ Այլ կերպ ասած ինքը բնությունը թելադրում է դա։ Հասկանում եք դա ջան։ Եվ մաթեմատիկան դա իրականում շատ խորացված լինգվիստիկա է, որը դա Գելմանի, դա իմ գաղափարը չի, դա Մյուրեյ Գելմանը, Նոբելյան մրցանակակիրը իդեպ քվարկերի հեղինակներից մեկն է, ով ժամանակին ասաց, որ եթե ինձ երկրորդ կյանքը տային, ես կզբաղվեի բացառապես լինգվիստիկայով։ Հասկանում եք, եւ դա պատահական չէ, որտեղ մաթեմատիկան իրոք լեզու է։ Տեսեք, երբ Արխիմեդը կարողացավ հաշվի, ուրեմն սֆերայի մակերեսը 4πr քառակուսի բանաձևը ստանա, նա այն ամենը, ինչը մենք հիմա մի հատ ինտեգրալով գրում ենք մի տողով, ձևակերպեց մոտարապես 15 էջի վրա, բացատրելով այդ նույն բանը։ Պարզապես մաթեմատիկական լեզուն թույլ է տալիս սիմվոլների միջոցով այդ ամենը շատ կարճ գրել։ Սակայն գաղափարը նույնն է։ Բաժանել փոքր մասերի, պարզագույն բանաձև օգտագործելով, հետո քանակը այդ մակերեսների ձգտեցնել անվերջության, ընդ որում ճիշտ այդ ամենը իրականացնել, հասկանում եք, եւ այսպես խնդիր լուծել։ Հետևաբար դա ոնց որ թե ամենակարևոր եւ ֆիզիկայում ինչ որ առումով արդեն հանգուցային դեր խաղացող մի գործիք է, որը թույլ է տալիս մեզ հաղորդակցվել բնության հետ։ Մաթեմատիկան, հատկապես քվանտային տեսությունը ստեղծելուց հետո դարավ այն միակ փաստորեն հնարավոր գործիքակազմը, որի միջոցով մենք կարող ենք նկարագրել այդ աշխարհը։ Ես օրինակը բերում եմ, խնդրում եմ թող ներող լինեն իմ ընկերները, եթե ես կրկնվեմ, բայց ուղղակի այդ օրինակը շատ լավ օրինակ է, հասկանում եք, որ երբ դու ինքնաթիռով գիշերը թռնում ես, բացարձակ մառախուղ է, ոչ տեսնում ես երկրի մակերևույթը, ոչ լուսինը, ոչ աստղերը, եւ պարզապես կաթի մեջ ուղղակի գնում է ինքնաթիռը, միակ հնարավոր տարբերակը, երբ քո ինտուիցիան առհասարակ չի աշխատում, դա քո սարքերն են, այ վահանակը, որտեղ դրված են սարքերը, եւ ճիշտ օգտագործելով այդ վահանակը դու կարողանում ես բերել եւ նստացնել ինքնաթիռը օդանավակայանում։ Բացարձակ ինտուիցիան չկա, այդտեղ ոչ մի չես տեսնում, որ դա կարողանաս։ Այսինքն դու չես կարող ընկալել, որ դու շարժման մեջ ես։ Այո, դու չես կարող, դու պարզապես պետք է հավատաս դրան։ Նույն դերը մաթեմատիկան խաղում է քվանտային տեսության մեջ։ Որովհետև դու սկզբից ինչ որ մի բան գրում ես եւ հետո այն հետո դրա վառ օրինակը քվանտային թունելավորման երևույթն էր։ Երբ Գամովը իր ընկերոջը բողոքում է, ասում է, ես մի բան չեմ հասկանում։ Ես գրում եմ հավասարումը Շրոդինգերի, ես տալիս եմ պայմանները եւ ես ցույց եմ տալի, որ մասնիկը կարող է թափանցել արգելքից ձախից դեպի աջ, այն ինչը որ բացարձակ արգելված է դասական ֆիզիկայի, բայց քվանտայինում կարող է դա իրականացնել։ Ասում են, իսկ ինչ չեն հավատում։ Հետո գիտնականները հասկացան, որ այն հանգամանքը, որ արեգակ այնպիսին է, ինչպիսին մենք նրան տեսնում ենք, դա հենց այդ քվանտային թունելավորման հետևանքն է։ Այսինքն դա այն իրականությունն է, որը մենք ցանկացած պայ տեսնում ենք, այո։ Ու եթե չլիներ այդպեսին, մենք աշխարհը եթե չլիներ լրիվ այլ ջերմաստիճանային ռեժիմներ պետք է, երկու կարգ ավելի բարձր ջերմաստիճանային ռեժիմ, լրիվ ուրիշ պատմություն է դառնալու։ Այսինքն, հասկանում եք, մեր գիտակցությունից դուրս նորից գալիս ենք փիլիսոփայական հարցերի, ինչպիսին է աշխարհը։ Մենք չգիտենք։ Ահա։ Մյուս կողմից փորձ գոյություն ունի։ Փորձ։ Տեսեք, կա արեգակ։
Աստղագետները գիտեին, որ արդեն պետք է արեգակը հորիզոնից բարձր լինի։ Բայց դա նկատում էին 8 րոպե հետո։ Որովհետև լույսի արագությունն Այո։ Տեսնում եք, այսինքն դա գալիս էր։ Հիմա չգիտեմ ինչքանով դա բան, գիտեք, դա երևի պետք է, ես նորից եմ ասում, էլի, իմ կարծիքով մենք հիմա եկել ենք մի որոշակի եզրագծի, որտեղ պետք է սպասենք ինչ-որ հանճարների, գաղափարների, որ հետո կարողանանք այդ Եվ երևի թե հենց արհեստական բանականությունն էլ մեզ այդ հարցում կկարողանա օգնական լինել, էլի, որ կարողանանք այդ տալչոկն անել։ Այ, չգիտեմ։ Այդ ցածկը պետքա Ոյ, այդ չգիտեմ, որովհետև դա, գիտեք, դա այնքան բարդ հարց է, որ հիմա ամեն ինչ չափազանց ճյուղավորված է եւ դիսցիպլինաները խառնված են, իրար պետքա շատ բաներ միջ դիսցիպլինար կապ պետք է լինի, էլի, իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման գիտելիքները ընկալել եւ գիտակցելը ժամանակ է պահանջում եւ արագ այդ հարցերին պատասխան տալը շատ դժվար է, հավանաբար մենք պետք է հույսը կապենք նոր սերունդների հետ, որոնք ավելի ճկուն են եւ ավելի արագ մտածող։ Համենայն դեպս իմ սերունդի համար դա շոկային է, ես ձեզ հավաստիացնում եմ, էլի։ Չնայած ես ենթադրում եմ, որ նաեւ արհեստական բանականությունը քաղաքակրթական տեսանկյունից շատ հարցերում նաեւ վնաս է տալի։ Հասկանում եք, անկեղծ եթե լինենք, էլի, որովհետև օրինակ նույն այդ ChatGPT-ն սկսել է խանգարել ուսանողներին ինքնուրույն աշխատել եւ մտածել։ Իսկ դա արդեն լավ բանի չի բերում։ Չնայած բնականաբար դա մեկ մեդալի երկու կողմերն են, հասկանում եք, լավն էլ կա, վատն էլ կա, եւ դա միայն ժամանակը ցույց կտա դեպի ուր է գնում։ Բայց այդ ձեր բարձրացրած հարցերը միարժեք շատ հիմնարար։ Որպեսզի մեր դիտողները պատկերացնեն, մենք դեռ չխոսեցինք ինչու վակուումի մեջ կարող է առաջանալ մասնիկներ, սև մատերիայի, սև անցքերի ու շատ այլ հարցերի մասին, որոնց մասին կարելի է խոսել պարոն Սարգսյանի հետ։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար։ Հուսամ մեր զրույցի արդյունքում իրոք ես ասեմ ինչու հենց ձեզ հրավիրեցի, որովհետև ինձ ցուցակ էին ուղարկել տարբեր մարդկանց, ում կարելի է հրավիրել այս թեմայով զրուցելու ու ես ընտրեցի հենց ձեզ, քանի որ դիտեցի ձեր YouTube-յան մի քանի հաղորդում ու տեսա, որ դուք շատ հետաքրքիր եք պատմում։ Ու մեր զրույցը, եթե որպեսզի պատկերացնենք, ժամուկեսից ավել է տևել հիմա։ Մենք չենք զգացել ոնց անցել է ժամուկես, որովհետև դուք նենց հետաքրքիր ձևով եք պատմում, որ անվերջ կարելի է եթե բարդ բաներից խոսացի, պարզապես դուք այնպեսի հիմնարար հարցեր բարձրացրեցիք, որ ես ստիպված պետք է շոշափեի նման հարցեր։ Մեզ համար մոնտաժային առումով բարդագույնն է լինելու այս թողարկումը, որտեղ պետքա լիքը բացատրություններ դնենք տակը, որ մարդիկ հասկանան ինչ ենք մենք զրուցել, բայց սա թող լինի հետաքրքրող առաջին զրույցը եւ մենք կպայմանավորվենք, որ որոշ ժամանակ անց ձեզ նույնպես նորից կհրավիրենք մեզ մոտ եւ կզրուցենք մնացած բոլոր այն հարցերից, որոնցից այսօր չհասցրեցինք։ Շնորհակալություն, շատ շնորհակալ եմ։ Հաջողություն ձեզ։